Փառք Տիրոջ քրե եղբայրներ, այսօրվա համար, որ մեզ Աստված տվել է։ Դուք ինձ պետք է մի քիչ ներեք իմ հայրենի համար, ես մի քիչ հայրենը տենց դժվարանում եմ հայրենով խոսալ, մի քիչ քարոզանել, բայց ասեցին, որ ձեր մոտ կարելի է մի քիչ, եթե դաժե սխալվեմ, դուք ինձ կներեք, կուղեք, եթե մի տենց կարող մի քանի բառ ռուսերեն ասեմ, թող Աստված օրհնի մեզ այսօր։ Մենք անապայից ենք եկել, շատ ուրախ ենք այսօր լինել ձեր հետ, մեր եղբայրները, մեր Նարեկ եղբայրը, Արմեն եղբայրը, Կարեն եղբայրը, այստեղ Ռոզակուրը, մեր Կարենի կինը, երեխու հետ եկել ենք ստեղ, այսօր շատ ուրախ ենք լինել ձեր հետ, մենք տենց YouTube-ով տենում ենք ձեր պաշտամունքները եւ ուրախ ենք այսօր լինել մեր Տիգրան եղբայրը, Սեդրակ եղբոր տղան, ասեց դուք անպայման որ ետաք ինքը մեր եկեղեցից, մենք մեր եկեղեցից ենք, ասեց անպայման պետք է գնանք պապայիս մոտ, իրանց տեսնեք, ծառայեք մեր մոտ եւ մենք եկանք այստեղ Փառք Տիրոջը, որ ասենց ժամանակ ունենք, ասենց ունենք ժամանակում Աստված մեզ տալիս է, մենք անապայում ծառայում ենք, ընդեղ էլ Աստծո ժողովուրդ կան, մեր ռուս ազգից, գրեկներ կան, մեր անապայում շատ գրեկներ կան, գրեք ազգը, հայերեն, հուներ են, որ տենց մի քիչ որ ռուսերեն ասեմ, դուք արդեն կհասկանաք բառերը։ Տարբեր ազգություններ մեր մոտ կան եւ Փառք Տիրոջ ես ազգությունով եզդի եմ, չգիտեմ կան ձեր մոտ եզդիներ ստե եկեղեցում կան Փառք Աստծո կան եզդիներ մեր մոտ։ Ես եզդի ազգից եմ, ես փառք եմ տալի Աստծուն, որ Աստված ինձ էլ է գտել իմ ազգի մեջ, գիտեք, ես մի քիչ իմ վկայությունից կպատմեմ, մեր ժամանակը այսա մի քիչ։ Տենամ մի քիչ իմ վկայությունից կպատմեմ, ինչ Աստված իմ կյանքում արել։ Մեր ազգի մասին դուք ստե հայերը գիտեք լավ էլ ինչին եք մենք պաշտում, հա, ինչին եք պաշտում մեր 7 հրեշտակները մեծ է, ինքը ինչ անուն ունի, այդ ամեն ինչ ինձ թվում է դուք գիտեք։ Եվ այդտենց ես ազգից եմ, անհավատ ընտանիքում եմ ծնվել, բայց մամաս իմ Հայաստանից էր, ես вообще Երևանում ծնվել, մամաս Հայաստանից էր, այստեղ կողքի գյուղերից։ Եվ ինքը փոքրվաղ դեթում էր եկեղեցի, բայց որ ամուսնացավ, մեր մոտ եզներ ոնց են ամուսնացնում, դուք սա լավ գիտեք, աղջիկներին այդպես շատ չեն հարցնում, իրանց ուղարկում են, դա ամուսնանում են, ասում են վախտեր էլ, որ մեր մեծերի մի քիչ են վախտներ են բակալներով։ Եվ այդտենց ինքը ամուսնացավ, նոր կտակարանով գնաց տուն, բայց հայրս այդ կտակարանը այրեց, ամեն ծեծեց, ասեց այդ բանը մեր տան մեջ չի լինի։ Եվ գիտեք, որ մարդը Աստծո խոսքը իր կյանքի մեջ как отвергает, այրեն ոնց отвергает, մերժում է այդ Աստծո խոսքը, գիտեք, ես ոնց մտածում եմ ու նայում եմ այսօր մեր կյանքերը, որ մարդիկ անաստված են ապրում, այդ դժոխքը սկսում այստեղ մեր կյանքի մեջ։ Մենակ այնտեղ չգիտեք որ կյանքը բրծին այնտեղ է դժոխքը այնտեղ որ Աստծո խոսքը չկա, որ Աստծո օրհնանքները չկան։ Եվ այդտենց մենք ապրում ենք, գիտեք, ես շատ բաներ կիչացնեմ, շատ բան չեմ պատմի։ Պրոստը մի երկու բան ես կուզենամ պատմել, ես մեծանում եմ այդտենց երեխա է հələ, ես միշտ որ տենում եմ ոնց էր, հերս մի քիչ այդտենց դժվար կյանք էր, չեմ ուզում պատրոմնս այդտենց ասեմ։ Դժվար բաներ շատ էր, կոնֆլիկտներ, այդտենց ծեծում, տարբեր բաներ, ես միշտ փոքրավանից հիշում եմ, որ ես Սենց վերջի անգամ որ տեսա, ասեցի որ իրան մի օր անպայման պետք է վրեժ լուծեմ իր հետ։ Այդտենց մեծանում երեխա 7-8 տարեկան է, մենք տենց իրանից գնացինք, Ռուսաստան գնացինք, տեղափոխվեցինք։ Եվ գիտեք ամեն տարի ես այս մեծանալով դառնում եմ արդեն պատանակ, հա, պատրոստակ էր պատանակ, ինչ եմ սխալվում, պատանի, պատրոստակ ասեմ ավելի։ Եվ այդ վաղտ որ մեծանում ես միշտ գիտեք, սպորտով սկսեցի զբաղվել, եթում է տարբեր սպորտերի Եվ Աստվածաշունչի մեջ Իսայա մարգարեի մեջ ասում է որ իմ մտքերը ձեր մտքերը չի եւ իմ ճանապարհները ձեր ճանապարհները չի։ Եվ գիտեք այդ վաղտ որ ես մեծանում եմ սպորտով զբաղվեցի, միշտ հիշում եմ երեխեքի հետ որ խաղում ենք մեր իմ քրեր աղբերների հետ, միշտ այս խաղերի մեջ խաղալիք ենք սարքում, այդ խաղալիքները միշտ այնպես ոնց որ զենք սարքենք, որ ես մի օր հորս հետ տեսնեմ, այդպես բաներ ենք էլի անում։ Եվ դեռ տարիներ անցնում էին, ես իմ մեջ այդ ատելությունով մեծանում եմ, տատիկը դեռ որ մի բան ուզում էր ինձ ջղայնացներ ասում էր դու հորդ նման ես ու ես այդ վաղ ես արդեն այնց է ջղանանում էլ կարա տա ջարդել մի բան այտենց շատ վիճակ էր մոտս վատ եւ գիտեք 12 թվականին մեր մոտ միջև այդ Մոսկվայից գալիս են իմ հավատացյալ քերակինս քերից գալիս են եւ մեզ Աստծուց են պատմում Մոսկվայից գալիս են անապա այտենց հանգստի եւ մեզ Աստծուց են պատմում եւ մենք նայեք այտենց մեր քերից տղամարդկանց էր պատմում Քերակինս պատում էր կնանիքին, մեզ երեխեքին, դե մենք իրանց խնդում ենք, ծիծաղում ենք իրանց վրա, չենք այտենց ընդունում Աստծո խոսքը, մտածում ենք ինչի համար էլի այտենց ասում է, բայց գիտեք ինչ ես փառք եմ տալի Աստծուն իմ այդ քերակնգա համար, քերուս համար, որ իրանք այդ վաղտ չեն լռում, չեն դադարում մեզ ասել Աստծո մասին, չեն դադարում աղոթել մեր համար
Եվ եկավ մի օր, որ մենք գնացինք Մոսկվա, ես մտածում եմ արդեն այդամ Facebook ընդունվեմ, սա դեր մոտ երևի մի քիչ ձևա կոչվում է ընդունվեմ Facebook, ունդեղ արդեն գիտեք այդ զորքի մեջ մտնեմ, մոռանամ ամեն ինչի մասին, այդտենց ուզում եմ արդեն всё կորեի դրանք այդ բաների մեջ, այդ ստրուկտուրաների մեջ։ Եվ մենք գնացինք այդ ընտանիքի մեջ, մենք ապրում ենք իրանց տունը, եւ մի օր ասեցին, արեք մեր գնանք ծառայության։ Եվ մենք գնացինք, հիշում եմ այդ վաղ մի ծառայություն է, հայկական եկեղեցի էր։ Գնացինք եւ ես լավ հիշում եմ, որ հովիվը խոսք էր ասում, եւ այդ խոսքի մեջ ինքը վերջում հələ քարոզն է ասում եւ բայց եկեղեցին արդեն աղոթք անում։ Այդտենց Սուրբ Հոգին իջել էր, այդտենց ուժը Սուրբ Հոգու իջել էր եւ ինքը այդտենց խոսք ասում եւ վերջում մի բառ ասում։ Չկանչեց ով ուզում գա աշխարհի, ով ուզում ասում իր սիրտը տալ, ինքը մի բան ասեց։ Ասով կկանգնի իր ազգից եւ կասյապայես ուղարկի ինձ։ Որոնք այդ բառերը ասեց, ես գիտեք, այդտենց աթոռ էր ընդես բանով, ասես ռուչկեքով Ես բռնեցի այդ աթոռը ու մոտս ոնց որ արցունքներ են մոտենում, բայց ես մտածում եմ եզդի եմ, դուք մեր ազգին գիտեք մեր տղամարդիկ ինչ ձև են, մեր հայերը, եզդիները։ Ես ասում ես որ լացեմ, ես չեմ լացի երբեք։ Ես այդքան վաղ իմ սիրտը sense փակ պահել եմ, sense ապրել եմ, մեծացել եմ, ես լաց չեմ լինի։ Ձիմոլ եկել եմ sense վայինի պետքա դառնամ, sense ծանոթ կողքս եղբայրներին նստած, մեկ ինքը էլի այդ կոչում անում, այդ պրիզիվը ասում է։ Եվ ես sense բռնվել եմ ու չեմ ուզում թողեմ, որովհետև հասկանում սա արցունքներս կետան էլի այդպես այդ ոնց որ այդ ռիկա այդ откроется այդպես ասեմ եւ գիտեք որ ինքը էլի ասեց այդ կոչում արեց ես այդ վաղ կանգնեցի եւ ապաշխարեցի Փարք Տիրոջ օգուր եղբայրներ եւ երիտասարդական ժամանակին երիտասարդական ծառայությանը Սուրբ Հոգով մկրտություն ստացա եւ ես հիշում եմ որ Սուրբ Հոգով մկրտվեցի մոտեցա այնտեղ մեր մոտ սարկավակ եղբայր կար այդ վաղ Մոտեցա իրան եւ ասեցի, գիտեք, я буду стараться, ես կփորձեմ ապրել քրիստոնեական կյանքով, դե ոնց հասկանում եմ 15 տարեկանի, բայց մի բան ես երբեք չեմ թողին։ Այդ այն ատելությունը, որ իմ սրտի մեջ կա, այդ ես չեմ կարող թողեմ երբեք։ Ես չգիտեմ խի այդ վաղը տենց այդ միտք եկավ, երբ որ Աստված Աստծո Սուրբ Հոգին իջավ, գիտեք, այդ բանը բացվեց իմ սրտի մեջ։ Ասես այդ մի բանը չեմ կարող մենակ թողեմ։ Եվ ինքը ասեց, գիտես, Մաքսիմ, դա ոնց որ քո կյանքի մեջ կլինի մի թույն, որը քեզի մի օր կսպանի այդ ատելությունը, դու պետք է նրան ներես։ Ու տենց որ ինքը ասեց, ես գիտեք, նո մտածեցի ինքը չի տեսել ինչ որ ես եմ տեսել, ինքը չի հասկանում, երևի չի տեսել կյանքը, չի ապրել, դե չգիտի ինչ ասում։ Ու տենց ես գնացի իր մոտից, գնացի Հայաստան հետ գնացինք անապա, Facebook-ից չընդունվեցի, բայց ընդունվեցի մեր Աստծո զորքի մեջ, Փարք Տիրոջը, որ մենք այսօր Աստծո զորքի մեջ կարելի առանց ծափարությունների Փարք Աստծուն Մեր Աստծո զորքի մեջ մենք հիմա ծառայում ենք եւ փառք ենք տալի Աստծուն, որ մենք այնտեղ ենք այսօր իր զորքի մեջ։ Եվ այտենց եկանք անապա, գիտեք, ես շատ աղոթք եմ անում, Սուրբ Գիրքը սիրեցի, այտենց կարդում եմ աղոթքներ անում։ Ես գիտեի արդեն, որ գիտեք, ինձնից Սուրբ մարդ այս աշխարհում չկա, այտենց հավատք ունի, այտենց սիրում է Աստծուն, որ այտենց ժամերով կարա փակվեի աղոթք անեի, այտենց թուղթ եք ախում, մենք շատ որ ենք ապրում տան մեջ մեր բարեկամների հետ Թուղթ եք ախում, որ ոչ ոք չմտներ, ու տենց կարա ժամերով տենց մնա աղոթքան եք կարդա, այսպես Աստծո ներկայության մեջ լինել։ Եվ հիշում եմ տենց մի կես տարի անցավ, մեկ էլ մի աղոթքի մեջ Սուրբ Հոգին իջավ։ Եվ ասեց ինձ մի բան, ասեց Մաքսիմ, այլևս դու առաջ էլ սենց չես էթա։ Դու պետք է ներես քո հորը։ Գիտեք, որ ես այս բառերը լսեցի, ես սենց սկսի լացել ու ոնց որ իմ սենց կյանքում այդ շլագբաումը իջավ, սենց հայերեն ասեմ, ու ռուսերեն կհասկանաք, երևի այդ շլագբաումը իջավ իմ կյանքի մեջ ու ոնց որ սաղ իմ այդ դուխովնի կյանքը սաղ կանգնեց։ Ես ասացի, Աստված ջան, ես չեմ կարող դա անել։ Եթե դու կարող ես այդ ներումը տաս ինձ դուր, այդ ուժը, որ ես կարողանամ ներեմ, ես մենակով չեմ կարող։ Դու գիտես ինչ է իմ կյանքում եղին չեմ ես տեսել փոքր վախտվանից, այդ որ շատ բաներ չասնում եմ, չեմ ուզում պատմել։ Եվ գիտեք այդ վաղ ես sense լացում եմ ու իմ սաղ կյանքը sense կանգնեց այն աղոթքներ են որ Աստծո խոսքից բացում էր այդ սաղ ոնց որ դադարեց ես աղոթք ոնց որ ասում են մինչև դապատալկա ռուսերեն ասում են այդտենց աղոթքներ էր մի ամիս աղոթք է անում ծոմ է պահում ու փնտրում է Աստված արի իմ մոտ արի դու это прощение это ներումը եւ մի օր գիտեք դες երևի մոտ մի ամիս անցավ ես կանգնեցի էլի ծնկի ու եկա ու ասեցի Просто Աստված մարի իմ մոտ։ Էլ ես չեմ կարող ասենց։ Եվ գիտեք, եւ Սուրբ Հոգին իջավ։ Եվ Սուրբ Հոգին իջավ, ես ասեցի, ես ներում եմ հորը։ Եվ գիտեք, ես չգիտեի, որ ես իմ այդ պատրաստկովի ոզրոստում եմ այդ տարիքին, ես այտենց մեծ բեռ եմ կյանքի մեջ։ Որ ես այդ բառերը ասեցի, Աստված տվեց այնց մեծ
հաղթանակ իմ կյանքի մեջ։ Դրանից հետո ես հիշում եմ մոտեցա մեր Հովիվին, ասեցի Հովիվ, գիտեք, ես իմ հորն եմ ներել։ Ինքն է գիտեր մի քիչ այդ պատմությունը, ամեն ինչ գիտեր։ Ինքը ասեց ձեռը դրեց իմ վրա, ասեց «Էխ սնոկ», ասեց ասենց մեր ռուս Հովիվը, ասում է «Հենց տենաս իրան, ամեն ինչ կհիշես», ասում է։ Էդի տենց դու պրոստը բարեր ակու համար։ Ես նայեցի, ինձ գիտեք ված զգացի, մտածում եմ, եթե դու Հովիվ իմանայր ինչ էր էդի ինձ вообще, чего мне это стоило вообще իմ կյանքի մեջ, այդ որ ներեի, բայց Աստված տվեց, փառք Աստծո, մենք իրար հետ հետո հանդիպել ենք, իրար հետ շփվում ենք, փառք Տիրոջը, որ Աստված շատ բաներ մեր կյանքի մեջ անում է իր փառքի համար։ Եվ գիտեք, Հատենց մենք որ ես Բելարուսիայում 5 տարի ապրեցի, մի քիչ շատ բաներ կա, բայց չեմ կարող ասա ամեն ինչ պատմեմ, բայց այտենց որ Բելարուսիայում 5 տարի ապրեցի, մեր եպիսկոպոսը իրանց հետ վերցնում էր ինձ իր ծառայությունների տարբեր եկեղեցիներ ու ասում էր որտեղ լինես քո վկայությունը պատմի։ Քո վկայությունը պատմի Բելարուսիայում մեր եզդիների մասին вообще ոչ ման չգիտեն, այտենց շատ քիչ մարդ գիտի։ Եվ հիշում եմ, ասես մի եկեղեցի կար, փոքր եկեղեցի էր, մի 30-40 հոգի տատիկ պապիկներին, եւ այդտեղ մենք ծառայում ենք, մեկ է այտենց պատմեցի վկայությունս, հելնում ենք արդեն եկեղեցից, դուրս են գալի, հելա մեկ էլ մի հատ տատիկ ինձ կանգնացրեց, մեծ տատիկ էր, մոտ մի 80 տարեկանի տատիկ էր կանգնացրեց, ասեց տղաս ուզում իմ բան քեզ պատմել։ Մեկ էլ մոտիկացա ասի, հա, պատմեք, մեկ է պատմում, գիտես, մեզի մոտ մի 20 տարի առաջ եկել է մի հատ միսիոներ, ու ասել է, գիտեք, այտենց ազգ կա, իրանց անունը Եզդի են, իրանց ազգի անունը Եզդիներ են։ Իրանց Աստված է պետք, աղոթեք իրանց համար։ Եվ այդ վաղտ որ ասում է, ինքը պատմում է տատիկ, ասում է, գիտես, ես քանի տարի, ես արդեն մոտ 20 տարի ես աղոթում եմ ձեր ազգի համար։ Ու ասում է, այսօր ես տեսա այդ ответ, պատասխանը իմ կյանքի մեջ։ Փառք Տիրոջ քո եղբայրներ։ Գիտեք, ես ես նայեցի տատիկին, մեծ տատիկ էր։ Ես մտածում եմ, տատիկ դու вообще մեր ազգին չես ճանաչում, երբեք չես տեսել, այդքան դու ունես քո հոգսերը, ինչի համար դու աղոթում իմ ազգի համար, որ դաժե տեսած չկաս երբեք, որ չունես ոչ կողքդ, ոչ միտեղ, այս քանի տարի դու աղոթք ես անում։ Եվ գիտեք, այդ վաղտ ինձ Աստված պրոստը ցույց տվեց, երկու այտենց դեպքեր եղել, որ ինձ այտենց պատմեցին, եւ այդ տատիկ ես հասկանում, որ տատիկի համար ենք մենք դաժե այդ եկեղեցի, որ ինքը տենար իր այդ կյանքի այդ վերջի հատվածի վաղտ ինքը հասկանար, որ Աստված լսում է մեր աղոթքները, քուրև եղբայրներ։ Ես այսօր այդ դրա մասին եմ ուզում խոսել, ձեր այդ աղոթքի մասին, եւ Աստված լսում է մեր աղոթքները։ Այսօր սատանան ամեն ինչ անում է, որ եկեղեցի մեջ խլի հավատքն ու աղոթքը մեր մեջ։ Գիտեք, մենք աղոթք անում ենք, աղոթքներ ունենք մեր եկեղեցիների մեջ, դա սաղ կա, բայց այդ Սուրբ Հոգու ներկայությունը մենք միձև կորցնում ենք։ Հիմիկվա եկեղեցին մենք փառք ասում մեր եկեղեցիների համար, որ մենք շատ բաներ ունենք այսօր, ոնց որ ասում են ռուսերեն время свободы, այսպես ազատ ժամանակները մենք հավաքվում ենք, աղոթքներ ենք անում, ծառայում ենք, բայց այդ ամեն ինչի մեջ ես նայում, գիտեք, մենք կորցնում ենք մի բան, այդ Սուրբ Հոգու ներկայությունը։ Եվ այտենց ինքը պատմեց, գիտեք, մաման հələ այդ վաղտ, որ ես եկա հավատքի, ինքը հավատացյալ չէր, իմ փոքր քուրիկ ունեմ, եւ ես իրան միշտ պատմում եմ Աստծուց, գիտե ինքը չի հասկանում, ես արդեն ցենց հավատացյալ մարդ եմ, արդեն քարոզիչ եմ, ինքն էլ դե այտենց երևի չի հասկանում ոնց է ինչա պետք, գիտե, նույն ես ինձ այտենց ավելի մեծ է համարում իրանից։ Բայց գիտեք, մի օր հիշում որ ինքը արդեն ցենց վերջի ցենց պահեր, որ հավատքի էր գալիս, ինձ մի բան պատմեց, ասեց Մաքսիմ, գիտես, որ մենք հələ Հայաստանում ենք ապրում, որ հələ հորական հորս տունն ենք, ասում որ շատ է դրվարությունը տենալով, ես ասում եմ մի բան է աղոթում Աստծուց, որ Աստված փրկի քեզի, որ Աստված բերի քեզ իր մոտ։ Երեք այդ վաղտ ես ամեն ինչ ուժձև նայեցի։ Ես հասկացա, որ դա դրա համար չէ, որ ես ցենց լավ եղել եմ երիտասարդ կամ ես լավ իմ ազգի մեջ ամենալավն եմ եղել, դրա համար ինձ Աստված փրկել է։ Դա աղոթքներն են։ Դա աղոթքներն են տատիկների, որ աղոթք են արել, այն մորս աղոթքները, թող Աստված մեզ այսօր օգնի, քուրեր եղբայրներ, որ մենք երբեք չկորցնենք այդ հավատքը, որ Աստված լսում է ձեր աղոթքները, մեր աղոթքները, մեր երիտասարդների համար, երեխեքի համար, մեր բարեկամների համար։ Մի օր կգա, գիտեք, կգա այդ օրը, որ երիտասարդները կհելեն, այստեղ կկանգնեն ու կասեն, որ ձեր աղոթքների շնորհիվ, Աստծո շնորհիվ մենք այսօր այստեղ կանգնած ենք եւ փառք ենք տալի Տիրոջը։ Թող Աստված այսօր օգնի բոլորիս մեզ, եկեղեցի ջան, որ մենք այսօր գիտեք այդ ունենանք այդ թվյորդը, ոնց ասում են, այդ պինդ հավատքը մեր կյանքի մեջ։ Ուզում եմ բացեմ ձեր Լուկասի գիրքը, Լուկաս ավետարան 11-րդ գլուխը։ Ես ռուսերեն կարդամ, հայերեն երևի այստեղ ցույց տան։ Տասնմեկերորդ գլուխ առաջի խոսքը։ Случилось, что когда он в одном месте молился и перестал, один из учеников его сказал ему: «Господи, научи нас молиться, как и Иоанн научил учеников своих».
Երկրորդ տեղն էլ իմա կարդամ, դա Մարկի ավետարանը 11-րդ գլուխ 17 խոսքը. И учил их, говоря: не написано ли: дом мой домом молитвы наречется для всех народов, а вы сделали его вертепом разбойников. Իրենք ես խոսքը մի վաղ այդպես մտածում ես խոսքի մասին, կարդում եի եւ Լուկասի մեջ որ Հիսուսին մոտենում են աշակերտները ու ասում են որ սովորացրա մեզ աղոթք անել։ Ես կարող եմ մի քիչ բիբլիական բառով չասեմ, ոնց կարողանամ, որ ասում էր սովորացրա մեզ աղոթք անել։ Գիտեք, ես մտածեցի, մենք sense կարդում ենք, հա, եկան ուզեցան աղոթք սովորել, բայց ով էր դա։ Ով вообще եկավ ուզեցավ, ով խնդրեց Հիսուսին որ աղոթք սովորացնի։ Դա Իսրայելի ժողովուրդն էր։ Այդ այն մարդիկ են ով ունեին այդ законները, այդ законы, постановления, այդ իսրայելский իրանք աղոթքներ ունեին, ժողովներ ունեին, իրանք խրամ ունեին, ամեն ինչ այդ իրանք գիտեք, Աստվածաշնչում մենք կարդում ենք դաժե որ Աստված законը տալիս ասում է որ երիտասարդական վաղտից երեխա վաղտվանից սովորացրա քո երեխուն, որ ինքը ամեն ինչ իմանա, որ ինքը հիշի Աստծո գործերի մասին։ Գիտեք, այդ ազգներ, որոնք ամեն ինչ սովորացրած են։ Իրանք ամեն ինչ գիտեն ոնց է պետք, երբ է պետք, որտեղ է պետք։ Իրանք մոտ աղոթքներ են հնչում իրանք այդ սինագոգաներում, իրանք խրամի մեջ։ Այնտեղ այդ ամեն ինչ կար։ Բայց գիտեք, եկավ մի օր, որ իրանք տեսան ոնց է Քրիստոս աղոթք անում։ Ու տեսան այդ աղոթքի մեջ մի ուրիշ բան։ Տեսան, որ այդ աղոթքը մի ձև как отличается, տարբերվում է այս ուրիշ աղոթքներից։ Ու ասում են սովորացրա մեզ։ Խի դուք չգիտեք ոնց են աղոթք անում։ Խի դուք առաջ անգամ եք տենում ոնց է մարդ աղոթք անում, բայց ասում են սովորացրա մեզ այդպես աղոթք անել։ Եվ Քրիստոսը տալիս է այս մասը մենք գիտենք որ տալիս է հայր մեր աղոթք իրանց։ Գիտեք вообще գրած է Քրիստոսի մասին, որ ինքը ճուներ не было нужды, որ մեկը իրան պատմեր մարդու մասին։ Ինքը ամեն ինչ գիտեր ինչա մարդու մեջ։ Մի հատ հարց, ինչու էր Քրիստոս աղոթք անում, ամեն ինչ գիտեր։ Գիտեր իր ճանապարհը գիտեր ինչա մարդկանց մեջ, ամեն ինչ գիտեր, մենք կարդում ենք։ Ինչու համար ինքը գալիս էր ու այդքան վաղ աղոթք էր անում։ Մի ուրիշ տեղ մենք կարդում ենք, գիտեք որ ինքը բաներ Մարկի առաջի գլուխը մի հատ բացենք իրար։ Մարկի առաջի գլուխը 33 խոսքից։ И весь город собрался к дверям, и он исцелил многих страдавших различными болезнями, изгнал многих бесов и не позволял бесам говорить, что они знают, что он Христос. А утром, встав весьма рано, вышел и удалился в пустынное место, и там молился. Իրեք այսօր մենք եղբայրին որ մի շաբաթ ստեղ ենք, մի քիչ ավել, ասենց իրար հետ խոսում ենք, որ вообще չենք հանգստանում, էլ եկել ոնց որ մի քիչ դաժա հանգստանանք մտել են, բայց չենք կարող, որովհետև այդ մենք մի տեղ, մյուս տեղ, ասենց շփվում ենք, միջև ուր ու արդեն ասենց հոգնում ես էլի մի քիչ, բայց որ նայում ես ոնց է Քրիստոսը ծառայել։ Կարդում ենք որ մինչև ուշ գիշեր ինքը ծառայում էր, մարդկանց հետ շփվում, էդի ամեն մեկը գալիս, խնդրում էր աղոթք անել, երեխեքին բերում էին, ժողովրդին բերում են, այդպես ամեն այդպես ցելի օր աղոթք էր անում, մարդկանց էր ծառայում, խոսում էր, դա շատ դժվար բան է, որ ծառայության մեջ մենք հասկանում ենք, մեր գործերի մեջ մենք մի քիչ աշխատանքին ուշ ենք բրծում, ժամը 5-ին բրծում ենք, արդեն ժամը 7-ին չեն գալի ժողովի, որտեվ հոգնել ենք, էլի, այտենց չգիտեմ, ձեր մոտ էս բան չկա, մեր մոտ էս բան կա, որ այսպես մինչև 5 աշխատում արդեն շատ է, էլի, աղոթքաժողով չի լինի, դա կիրակի մեկ այթալու ենք։ Գիտեք, մենք որտեվ մեր մարմնին նայում ենք, դե հոգնած ենք, ինչ կարող ենք անել։ Եվ Հիսուսին որ նայում ես իր կյանքը, ոնց էր ինքը ամենի մեջ, ինքն էր մարդկային էս в этой плоти էլ այդ մարմնի մեջ, բայց կարդում ենք մենք որ այդ ամենից հետո որ ցելի օր ինքը սովորացնում էր, ծառայում էր, գրած է утром весьма рано вышел и удалился в пустынное место и там молился. Ինքը առանձնանում է ու գնում աղոթք անում, ինչու համար։ Սիրելի ժողովուրդ, քույրեր, ինչու համար ինքը եթում ու այդ աղոթք անում, եթե ինքը չունի ոչ մի այտենց նուժդա կարիք չունի, բայց ինքը եթում աղոթք անում։ Եվ եթե քույրեր, Հիսուսը մի բան էր հասկանում, մի բան ինքը գիտեր, որն է ինքը մեզ էր սովորացնում իր կյանքում, որ իր այդ ուչենյայի մեջ, որ ինքը սովորացնում էր, ինքը եթում էր որ չէ պրոստը, ասենց գիտեք, բարեր ասել, խնդրել, որ Աստված օրհնի այս օրը, որ Աստված մարդկանց օրհնի, ինքը դա չէր մենակ խնդրում։ Ինքը եթում էր, որ իր հոր հետ շփում ունենա։ Ինքը եթում էր, որ հոր ձայնը լսի,
նա չէր կարող այս կյանքում այս աշխարհի մեջ լինել առանց հոր ձայնի, առանց հոր այդ նաստավլենի, այդ որ հայրը իրան ճանապարհ ցույց տա։ Եվ իր կյանքի մեջ ինքը ուներ այդ կարիքը լինել միշտ հոր հետ այդ շփման մեջ։ Եվ գիտեք, այսօր ես նայում եմ իմ կյանքը, հասկանում եմ մենք այնքան ունենք այսօր ծառայություններ, այնքան գործեր ունենք, որ մեր համար աղոթքը դառնում է մի տեսակ, գիտեք, sense обряд, ոնց որ ռուսերեն։ Միսակ обряդի պես է դառնում։ Մենք աղոթք անում ենք եկեղեցիների մեջ, մեր տան մեջ, մենք երեխեքի հետ ենք աղոթք անում, բայց դա ոնց որ դառնում է մի պես обряд։ Մենք ու այդ մարդկանց պես են ֆարիսեիների պես, իրանք գիտեք, որ իրancs մարդուն կարդում ենք մենք ասում ենք իրանք ինչ վատ ժողովուրդ են եղել ֆարիսեիները, որ մենք հաստատ ավելի լավն ենք, ավելի ճիշտ ենք ապրում, բայց այդ ժողովուրդը, այդ ֆարիսեիները, կնիժնիկները, որ գրած այդ սադուկեի, իրանց մասին գրած է, որ իրանք շատ են աղոթք անում։ Իրանք դեռ չեն ամանչում դուրսը կանգնել աղոթք անել, իրանք ծոմ են պահում ամեն շաբաթ։ Այդտենց հավատացել մարդիկ են եղել, բայց իրանք մի բան չունեին, որ այդ աշակերտները նայում են իրանց կյանքի մեջ, իրանք չասեցին, «Օ ինչ լավ են իրանք աղոթք անում, մենք էլ այդպես կանենք»։ Իրանք այդ ամեն ինչ միշտ տեսել են իրանց կյանքում, իրանք փոքրացած տեսել են այդ աղոթքները, բայց որ տեսան ոնց է Քրիստոս աղոթք անում, ասեց այս աղոթքը մեզ սովորացրու։ Մենք ուզում ենք քոպես սովորել աղոթք անել։ Գիտեք, եկեղեցի ջան, մենք այսօր նույնպես нуждаемся, որ մեզի Աստված սովորացնի աղոթք անել, սովորացնի, որ մենք Սուրբ Հոգու հետ միանանք, որ մեզ սովորացնի այսօր մենք իր հետ մի մեկը դառնանք։ Եվ դա մենք այսօր մեր հոգսն է, մեր նուրդամոց էր համարում, կարիքը, այդ բառը համարում։ Դա մեր կարիքն է այսօր, որ մենք Սուրբ Հոգու մեջ մեր կարիքը լինի։ Եվ այդ ուչինիկի իրան գալիս են ու Աստծուց Քրիստոսից հետ են խնդրում։ Եվ Քրիստոսը գիտեք, որ մենք կարդացինք Մարկի 11 գլուխը, որ Քրիստոս գալիս է ուտենում է, որ իր տան մեջ այնտեղ ծախում են, առնում են, այդպես տարբեր բաներ է, հետո մենք կարդում ենք, որ ինքը սա ջարդեց, սա քանդեց, ու ասեց, որ այս տուն աղոթքի տուն պետք է անուն կոչվի։ Եվ գիտեք, այդ վաղտ, որ sense կարդում ես, նայում ես, դե ինչ էր այնտեղ կատարվում։ Գիտեք, այնտեղ մարդիկ գալիս են հերվից, հիշում եք, որ Իսրայելը գալիս է օրինակ տարին մի անգամ, կամ գալիս են նրանք հետը պետքա բերեն մի, ну как животное, մի անասուն պետքա հետները բերեն, որ այնտեղ այդ ժերտվան լիներ, ձողներ, եւ այդտենց իրանք բերում են, պատկերացրեք մարդը ապրելավ կողքի, sense գյուղը մի ուրիշ բան, բայց որ 10 կիլոմետր, 20, 100 կիլոմետր, ոնց այդ անասուն տանես, հետը երեխեք են, կինը տա, փոքր երեխա է, էդի ոնց այդքան տանես։ Գիտեք, եւ մարդիկ հասկացան, որ կարելի է մի քիչ հեշտացնել այդ ամեն ինչ։ Այդ մարդիկ վատ բան չէին անում։ Իրանք չեն ծախում այնտեղ, ես իմ դուխիներ, մեզի բան ասես մի քիչ պատմեցին, եղբայրները մի ծառայության գնացին, ասում է, այնտեղ հովը ցելի ծառայություն տան դուխից էր պատմում, որ կարելի է իր դուխիները ծառայել կամ ուրիշ բաներ պատմում մի քիչ։ Գիտեք, տարբեր sense կարելի է բաներ այսօր նայել աղոթքաժողովի մեջ նումեր եկես, բայց Հիսուսը որ եկավ, այնտեղ ոչ մի վատ բան չէր արվում։ Այնտեղ մենակ, գիտեք, մարդիկ հեշտացրին ուրիշների կյանքը, որ նրանք մի քիչ հեշտ գան։ Բայց Քրիստոս որ եկավ, սաղ դա, գիտեք, sense ջարդեց, սաղ բան արեց, ու ասեց, որ էսի աղոթքի տունն է։ Ես մտածում ասում Աստված իմ, սա ինչ է, խի այս բանը քեզի դուր չեկավ։ Եվ դեք այսօր մեկ եղեսնի մեջ մի նույն բանն է կատարվում։ Այսօր ծախում են, ծախելու ու առնելու այդ բանը, այսօր մենք քարոզիչները մենք ձեզ մի բան տալիս ենք։ Ոնց որ մի բան ծախում ենք, մենք ձեզ մի բան տալիս, դուք մի բան վերցնում եք։ Ու այսպես տարբեր մեր ծառայությունների մեջ մեկը մի բան տալիս է, մեկը մի բան վերցնում է։ Եվ գիտեք, ես sense նայում եմ այսօր մենք այդ դրա մեջ, как бы, ոնց ասեմ, успокоились, հանգստացել ենք, էլ գիտենք, որ սա է ու վերջ։ Հեսա մեզ այսօր մի բան կտան, մեզ մի բան предложат нам, եւ մենք հետի կվեկալենք եւ վերջ։ Ու այսօր նայում եմ մեր եկեղեցիները, գիտեք, այդտենց գալիս է մի պահ, որ մենք դրա մեջ արդեն կանգնել ենք ու всё, մեզի դա հերիք է։ Այսօր մեր համար կասեն, կաղոթեն, մեր համար եթե մի հոգս ունենամ, կգամ հովիվը կաղոթի, եղբայրները կաղոթեն, դա վերջ, դա է մեր կյանքը։ Բայց Քրիստոսը մի ուրիշ բան է ցույց տալիս։ Որ գիտեք, այդ անասուններին, որ բերում են այդքան հերվից, դա պրոստա տակ չէր։ Մարդը, որ այդքան հետը բերի, ինքը հասկանում է այդ արժեքը, այդ անասուն այդ ժերտվը, որ ինքը բերում է այդ ժերտվան, ինքը հասկանում է, որ սա պրոստա տակ չի, սա ունի մի մեծ արժեք, որ դու գալիս ես մի բան, սա շատ հեշտ տանում ես, դու դրա արժեքը չգիտես քո կյանքի մեջ։ Դու չես հասկանում ինչ թանկ է սա, ինչ թանկ է այս զոհը, այս ծառայությունները, եղբայրները միջև որ ասեք քեզ քարոզ տան, իրանք աղոթք են անում, ծոմ են պահում, Աստծուն են փնտրում, որ Աստված տա այդ խոսքը ու գան ձեզի տան, մեզի տան այդ խոսքը, որ քույրիկները երգում են, եղբայրները երգում են, իրանք նույն ձև պատրաստվում են, ռեպետիցիա են հավաքվում ու դա սա զոհ է։
Բայց մենք այսօր գիտեք սովորում ենք մի տենց մեր մոտ եկել է տենց состояние, ոնց է состояние հայերեն։ Մի հատ տենց վիճակ է մեր կյանքի մեջ, որ մենք արդեն դա как бы успокоились, հանգստացել ենք ամեն ինչում։ Մենք գալիս ենք եկեղեցի, լսում ենք քարոզներ եւ դա մեր համար ոնց որ դա արդեն դա հերիք է, լավ, մենք ունենք լավ եկեղեցի, парք, Աստծո որ դուք էլ շատ լավ եկեղեցի ունեք, դա Աստծո парքն է, որ մեզ տալիս է այսօր այսպես հնարավորություններ, բայց ես հասկանում եմ, սիրելի քուրեր եղբայրներ, ու Աստված մեզնից ուզում է մի ուրիշ բան։ Ուզում է մեզ տանի ավելի խորը մեր հասկացողության, մեր наша христианская жизнь, տենց ասեմ, մեր կյանքի մեջ քրիստոնեական, որ մենք Աստծո հետ միանանք, որ մենք միշտ գիտեք ունենանք այդ հոգսը Սուրբ Հոգու մեջ, որ Սուրբ Հոգին գա այսօր մեր ծառայությունների մեջ, որ մենք այդ դրա համար այսօր այստեղ կանգնենք, աղոթք անենք, чтобы мы ревновали об этом, ревновали բառը նախանձան դա ռուսերեն ասեմ խառն որ մենք այսօր այտենց այդ ունենանք մեր кյանքի մեջ քուրեր եղբայրներ թող Աստված օգնի մեզ եւ գիտեք առաջի Ֆիսալոնիկիցիների մեջ 5-րդ գլուխը 17-րդ խոսքը գրած է մի բան непрестанно молитесь անդադար աղոթենք գիտեք ոնց է կարելի անդադար աղոթել մենք գիտեք ամեն օր չենք որ ժողովի ենք աղոթքը մեր տարբեր ձև սնցնու աղոթք արինք դալչը գնացինք մեր գործերով բայց Աստվածաշունչը ասում է непрестанно молитесь անդադար մենք աղոթք անենք գիտեք որ մենք չգիտեմ ոնց դուք որ զգացել եք ես գիտեմ որ շատերը երևի այստեղ այդ բաները կյանքի մեջ իրանց տեսել են որ Սուրբ Հոգին իջնում է մեր կյանքի մեջ որ մենք աղոթք ենք անում գիտեք եղել է վաղ որ sense տունս աղոթք եմ արել sense Սուրբ Հոգին իջել է լցրել է ինձ ուժեղ գիտեք աղոթքը մեկ է զանգեր եղել sense աղոթքը պրտա զանգեր եղել ալոյտեղ ալիլույա եմ ասում sense եղել է դրանց բան որ այնքան արդեն լծված ես, դաժե խոսալ չես կարա։ Դաժե արդեն ռուսերենը հայերեն սա արդեն մոռանում ես, այդտենց Աստված լցնում է Սուրբ Հոգով։ Ու դու հասկանում ես, դու եթում ես, դու հելնում ես աղոթքից, գնում ես, դալչը գործ ես անում, աշխատում ես։ Միտեղ բայց Սուրբ Հոգին քո հետ է։ Դու միշտ աղոթք ես անում։ Դու Սուրբ Հոգով լեզուներով ես աղոթք անում։ Դու քայլում ես, դու աղոթքի մեջ ես, դու այդ վիճակի մեջ ես միշտ ու դու հասկանում ես որ այս խոսքը ճիշտ է մենք այսօր հարցնում են ո՞նց է կարելի միշտ տենց աղոթք անել թե մեր աղոթքները դադարում է բայց որ դու Սուրբ Հոգով լցված ես այդ աղոթքը չի դադարում այդ քո սրտի մեջ միշտ տենց հիշում եմ մի աղբոր մասին պատմում են Բելարուսիայից իր տղեն այդ շատ ուժեղ տենց եղբայրեր ծառայող եւ իր տղեն պատմում է ինքը ավտոսլեսեր էր ավտոներ էր սարքում իր տղեն իր հորից սարքում էր հերն էլ տենց սլուժիցիլ էր ասում եմ որ սարքում ենք sense ավտոն ասում եմ միշտ իմ հոր ասում եմ շուրթերը sense շարժվել են ասում եմ միշտ որ ընտենում ես ասում եմ իր շուրթերը միշտ շարժվում են ասում եմ մի օր sense որ աշխատում ենք ասում աշխատում մենք տենում sense շուրթերը շարժում եք արցունք է իջնում տենում արցունք ինքն է աշխատում է գործ անում ասում եք տենում արցունքները իջավ արցունքները մեկ ասում է տղաս դու մի քիչ սպասի ես սա կգամ ու ասում է գնում էր ու աղոթքեր անում ասում եք դուրս է գալիս են սա արդեն լացած շատ լացել է աղոթքարի գալիս է ու դաշ շարունակում աշխատել ու տենց ասում օրվա մեջ կարող մի քանի անգամ մներ ու ասում միշտ իր շուրթերը ասում ասեն շարժվել է միշտ աղոթքի մեջ եղա շատ այդ մարդը ինքը ես իրան ճանաչում եմ շատ ուժեղ ծառայող էր շատ Աստծո ասես մարդ էր այդ աղոթքը անդադար քույր եղբայրներ եւ այդ ավետի ապոստոլ ученики որ եկան Քրիստոսի մոտ այդ աշակերտները որ եկան գիտեք իրանք դա տեսան դա հասկացան որ այս ուրիշ աղոթք է եւ ես ուզում եմ այսօր մեզի այդ միտքը թողել քույր եղբայրներ որ մենք այդ աղոթքը մեր կյանքի մեջ ունենանք այդ գիտեք не так как все молятся не просто որ մենք համաձայնվենք այսօր եկեղեցի վիճակն է այտենց մենք ասում ենք նո այսօր լադիկիայի վիճակն է եկեղեցի նո մեկ տարբեր տեղեր ասում են այսօր վիճակը որ մենք սաղը sense հոգնել ենք սաղը այտենց այն վախտերը չկա այդ 90 թվականներում էր Աստծո ուժը քույր եղբայրներ Աստված այսօր նույնն է փառք Տիրոջը իր ուժը կա այսօր էլ մեր համար մեր եկեղեցիների համար մեր կյանքերի մեր ընտանիքի համար բայց Աստված ուզում է որ մենք մի ավելի խորը մտնենք այդ աղոթքի մեջ նա ուզում որ մեր համար աղոթքը էտի չլինի որ ցած աբրյադի պես մի բան որ մենք խորը աղոթք անենք մինչև Սուրբ Հոգին իջնի մինչև մենք Աստծո ձայնը լսենք ու հասկանանք որ աղոթքը դա նրա համար է որ պրոստը դրա համար որ հետո վաղ քեզ հովի վարցնի աղոթք արել ես դու ասես հա աղոթք եմ արել որ անկած քեզ բան չասի չջղանա բախի դու աղոթք չես ապշտանց դա դրա համար մենք չենք աղոթք անում մենք աղոթք ենք անում ոնց որ Քրիստոսը ինքը կարիք ուներ միշտ հոր հետ շփվել Խայսա ինքը գիտեր իր կյանքի մեջ շատ բաներ ինքը ուներ եւ շատ բաներ հասկանում գիտեք Դանիիլի մեջ եթե չեմ կարդաց sense հիշենք իրար որ Դանիիլը աղոթք էր անում կանգնեց այտենց բացեց գիրքը տեսավ ինչեր պետքա լինի եւ ծոմի մեջ հիշում եք 21 օր ինքը ծոմ պայեց որ աղոթք արեց եւ որ եկավ հրեշտակը ինքը մի հետաքրքիր բան ասեց որ դու
осма ко сирта, ասենց հայերեն, осма ко как расположил сердце свое искать меня. Ասում ես այդ վաղտ արդեն ուղարկվել եք քո մոտ։ Դուք պատկերացնում հենց ասում դու որոշեցիր, մի հատ որոշում կայացրիր, ասում փնտրել, այդ վաղտ ես արդեն ուղարկվել եք քո մոտ։ Մի հատ հարց, բա 21 օր, հետո դա էլի մի քանի 24 օր ասում խի պետքա սպասել։ Ինչ էր կատարում այդ վաղտ։ Բայց ասում ես որ գալիս է քո мод, մի տենց այնտեղ կռի վերեթում դуховный կյանքում էլի։ Ասում ու այնտեղ կռի վերեթում այդ կնյազ Персидский, ասում там были определенные տենց կռիվներ երեթում։ Գիտեք, այդ որ ասենց կարդում ենք մենք պատկերացնում ենք միանգամ երևի տենց հրեշտակները կռիվ են անում իրար, տենց իրա ծեծում են, տենց բան ենք պատկերացնում մուլտիկների պես էլի տենց ուսոր։ Բայց այդ ինչ կռիվ էր։ Գիտեք, այդ սաղ կռիվը մեր կյանքի մեջ է, մեր այս գլխի մեջ, մեր սրտի մեջ, որ Աստված ուզում է մեզի մի տալ, մի ответ, մի պատասխան մեր կյանքի մեջ։ Մեկ շատ դժվար է դա ընդունել ու լսել։ Որ մենք աղոթում ենք, ասում ենք Աստված, Մարի, օրինակ ասում ենք փրկի, չէ, երեխուն, բան։ Մենք ուզում ենք որ դա սաղ լինի մի քիչ հեշտ ձևով, որ անկարծ Աստված դժվարություններով չտանի, մի ուրիշ ձևով ինքը տանի, բայց Աստված դրսում է սկսում է մի ձև կյանքը մարդու փոխել ուրիշ ճամփով, եւ մենք այդ վաղտ արդեն ասում ենք Աստվածը, չէ, մենակ սենս չանես։ Բայց Դանիել աղոթքն ու սպասում էր միջև գա Աստվածը։ Եվ եթե հրեշտակ եկավ ասում Դանիել այդ կռիվը հետում էր, քո կյանքի մեջ կա այդ բարի բան, այդ կռիվը, դու հələ ընդունակ չեր, ույս առաջ օրը գա դու ոչ ման չեր հասկանա, դու ընդունակ չեր լսել իմ ձայնը, այդ պատասխանը Աստուծո լսել, դու ընդունակ դու ես Պերսիայի մեջ որ ապրել ես, այս պետության մեջ, այդ գիտես քո կյանքի մեջ ինչքան բան ա եղել։ Մենք այսօր մեր ազգությամբ, մեր գիտեք մեր պետությունների մեջ ապրում ենք շատ բան ենք մեր մեջ հավաքել։ Павел ասում է, чтобы мы русերեն ասեմ, հայերեն չգիտեմ եթե, ասում է, чтобы мы удалились от суетной жизни переданной нам от отцов։ Հասկանում եք, չէ՞։ Որ մենք այդ կյանքից հեռանանք, որը մեզի մեր հերերից, մեր մեծերից տված է, այդ ինչ կյանք է։ Դեք մենք այսօր շատ բաներ ես նայում եմ, դաժե մեր եկեղեցիների մեջ վրոդի անում ենք, բայց մենք մոռանում ենք, որ մենք քրիստոնյա ենք։ Տարբեր բաների ենք հավատում, տարբեր բաներ ենք անում, բայց Աստված մեզ մի ուրիշ կյանք է տալի քուրի եղբայրներ։ Թող Աստծո անունը փառավորվի մեր կյանքի մեջ։ Եվ գիտեք, ես փառք եմ տալի այն մարդկանց, հիշում եմ, գիտեք, որ փառք եմ տալի Աստծուն, որ կային մարդիկ իմ կյանքի մեջ, որ ցույց տվին այդ աղոթքի, как бы այդ աղոթքի արժեքը կյանքի մեջ եւ հիշում որ ես նոր ապաշխարեցի, ասենց դուրս է գալի եկեղեցից, մեր անապային արդեն մեր ջալները ասենց դեմն են նստում եւ ասենց բրծավ պաշտամունքը ես դուրս եկա եւ ասենց տատիկները ինձ կանգնացնում են, ասում են տղաս, գիտես մենք քո համար աղոթք ենք անում։ Որ այդ բառը ասում ես, գիտե, տատիկներին իրանց երեխեն там մի հատ կար, որ իր տղեն նարկոման էր, իրանք կարիքներ ունեն տարբեր։ Ես գալիս հետուն 16-17 տարեկան ջայլ տղայի գալիս հետուն եւ ասես լացում էի։ Պրոստը լացում էի։ Ասում եմ, Աստված ասում է, այս մարդիկ այդքան ունեն հոգսեր, այդքան իրանց կյանքի մեջ տարբեր հարցեր կա, իրանք իմ համար խի են աղոթք անում։ Ով եմ ես իրանց համար, այդ ինչ սեր է, որ այդ մարդիկ կանգնած իմ համար աղոթք են անում։ Եվ գիտեք, որ մամաս իմ ապաշխարեց, այդ տատիկներ իրանք, որ իմ գիտեմ, մամաս էլ հավատքի մեջ չի, իրանք իրանց այդ ցուցակների մեջ գրում էին մամայս ան ու գալի հարցնում էին ինձ, գրում են տանունը ու միշտ աղոթք են անում, որ մամաս հելավ ապաշխարեց, առաջին գիտեք, մամայից չեն շնորհավորում, ինձ են գալիս շնորհավորում։ Եկան ասենց ինձ փաթաթվում շնորհավորում էին, обычно ոնց է միշտ որ մարդուն է շնորհավորում, իրան գալի ինձ են շնորհավորում, եւ ես հասկանում որ այդ տատիկները իմ հետ կանգնած աղոթք են անում, ես մենակ չի այդ ամեն ինչի մեջ, քույր եղբայրներ, մենք մենակ չպետք է լինենք։ Մենք եթե տենում ենք մի տկարություն, մի մարդկանց մեր եղբայրների մեջ, քույրերի մեջ, եկեղեցու մեջ մի այնպես բաներ, որ հասկանում ենք դա ճիշտ չի, մենք պետք է կանգնենք աղոթք անենք։ Մենք պետք է կանգնենք ու սպասենք մինչև Աստված գա։ Շատ բաներ մենք Դանիել պես հələ գիտեք մենք չունենք այդ չեն կարող ընդունել են Աստծո պատասխաններ, որտեվ մեր մեջ շատ բան կա որ խանգարում է։ Բայց մենք պետք է как бы довериться անենք Աստծուն, վստահենք Աստծուն, որ իր գործը նա ոնց է սքանչելի է, ճիշտ է, որ совершенная его работа։ Եվ նա ինչ որ անում է, նա ամենը անում է ճիշտ։ Եվ Քրիստոսի մասին գիտեք գրած է, что он уходил в пустынные места, молился այնտեղ։ Ապոստոլ Պավելը այդ մի տեղն է կարդանք ու արդեն եթանք աղոթքի Եփեսյանам 6-րդ գլուխը այնտեղ շատ էս չեմ կարդալ, այս մի մասը 18-րդ խոսքը всякою молитвою и прошением молитесь во всякое время духом и старайтесь о сем самом со всяким постоянством и молением о всех святых։ Միջև այդ, եթե այս գլուխը հիշում եք, միջև այդ գրված է այն որ Աստված տալիս է մեզի այն զենքը, չէ,
ոնց է ճիշտ եմ ասում, զենքը մեր հետ ինչ պետք է հակնենք, կապվենք այդ ամենը որ գրված աստեղ։ Եվ դեք որ ինքը ասում է այդ կռվի մասին, որ ինքը պատմում է, որ մենք պետք է կռիվ անենք против դիավոլը բան, վերջում ապոստոլ Պավելը ասում որ իտոգ է տալի։ Այդ սաղ կռվին, այդ սաղ մեր հակոստին, այդ ամեն ինչի վերջի իտոգ է տալի, ասում է աղոթքով всякую молитву и прошение молитесь во всякое время, ասում միշտ աղոթքի մեջ է, դա է, այդ դրա մեջ է մեր կռիվը, наша вся борьба։ Թող Աստված մեզ բոլորիս օրհնի քույր եղբայրներ, որ մենք գիտեք մեր այսօր ձեռքերը չի լինեն ինչացրած։ Մենք այսօր միշտ մեր ձեռքերը բարձր, մեր Աստծուն բարձրացնենք Աստծու մոտ եւ մեր աղոթքները որ չդադարեն քույր եղբայրներ, որ այս եկեղեցի մեջ, ձեր եկեղեցի մեջ էլ, մեր եկեղեցիների մեջ էլ աղոթքը ունենա մի ուրիշ ձև մենք աղոթք անենք, որ մենք չհամաձայնվենք այսօրվա վիճակի հետ, որ այսօր մեր եկեղեցիները ասենց տարբեր վիճակում են, տարբեր բաներ կան, տարբեր հարցեր կան, բայց մենք մի բան փնտրենք ու Աստված գա մեր եկեղեցիների մեջ, Աստված գա մեր ընտանիքների մեջ, որ իր խոսքը մենք լսենք։ Եթե մի բան չենք հասկանում, գիտեք որ պրոստը մենք հարցեր չտանք, սկսենք как бы возмущаться, так негодовать, կռիվ անել իրար հետ, դա մեր ճանապարհը չի։ Մեր ճանապարհը այն է, որ մենք հելնենք կանգնենք աղոթքի ու փնտրենք ու Քրիստոսի պես սпасենք, միջև Հայրը գա եւ մեր հետ խոսի, որ Սուրբ Հոգին իջնի, մենք անդադար աղոթք անենք ու հասկանանք, որ դրա մեջ է ուժը մեր, դրա մեջ է մեր կյանքը քույր եղբայրներ, որտեղ որ ինքն է գալիս, դա ուրիշ բան է ասում, մեր կյանքի մեջ սկսվում, իրա որ Սուրբ Հոգին իջնում է, իրա այցելությունն է, որ մենք բոլորս է դա ինձ թվում է, ես գիտեմ, որ մենք շատերս դա զգացել ենք մեր կյանքի մեջ, որ Սուրբ Հոգին իջնում է, դա ուրիշ բան արդեն, դու հասկանում ես, որ շատ բաներ որ միջև է դու չեր հասկանում, դժվարանում էր, չգիտեր ոնց անցնել, որ Սուրբ Հոգին իջնում է, դու հասկանում ես դու կարող ես այդ առաջ։ Հիշում եք որ մենք առաջի վաղտը որ Սուրբ Հոգով մկրտվել է, թե հիշում եք մեր վաղտը որ ապաշխարել ենք, մենք Աստծո հետևից իրեք պատրաստ ենք ամեն ուր տաներ մենք կեթայինք, այտենց էր հիշում եք։ Ասեր եթանք Սիբիր կեթայինք, ասեր եթանք Աֆրիկա ընդել կեթայինք, ասեր կյանքը դուր կյանքնել կտայինք, այտենց կար հիշում եք մեր սաղի մոտ երևի այտենց առաջի մեր այդ սերը որ Աստվածաշունչը ասում է եւ այսօր թող Աստված օրհնի մեզ որ այդ սերը մեր մեջ միշտ այդ գիտեք նույնպես մենք գանք այդ սիրու մոտ Աստծո որ գանք նույն այդ աղոթքների մոտ որ աղոթքները մեր եկեղեցիները մեր կյանքի մեջ հանկարծ չդադարեն մեր ձայնը չդադարի մեր Աստծո դեմ եւ ես հավատում եմ քույր եղբայրներ որ այդ վաղ մենք շատ մարդկանց կտեսնենք այստեղ կտեսնենք որ իրանք փրկվում են կտեսնենք որ մեր եղբայրները ավելի լավ քարոզներ են տալիս կտեսնենք որ քուրիկները իրանց ավելի լավ են միտեղ պահում միտեղ բան անում մեր եղբայրները մեր ընտանիքների մեջ կտեսնենք ոնց է Աստված փոխում մի բան եւ մենք գանք այդ Սուրբ Հոգու այցելության մեր присутствие Духа Святого թող Աստված օրհնի բոլորիս մենք աղոթք անենք այո Փառք Տիրոջը Մաքսիմ եղբայրը շատ հրաշալի խոսեց աղոթքի մասին Ես ուզում եմ մի փոքրիկ այսպես մտնեմ իր ասած խոսքի մեջ, փորձենք որոշ հարցեր վերլուծել։ Եղբայրը շատ ճիշտ նկատեց, որ այո, երբեմն աղոթներ կան, որ վերածում են ծեսերի։ Աղոթքը ուղղակի արեցինք, աղոթեցինք, բայց ինչ կար այդ աղոթքի մեջ կամ չկար, կարող ենք աղոթել, բայց չհասկանալ։ Կամ Պողոս Արաքյալն ասում էր անդադար աղոթք արեք, առանց ընդհատման, ոնց կարելի անդադար աղոթք անել, սա էլ չէ մտածելու տեղիք տալիս, բայց եղբայրը մի նուրբ բան ասեց, որի վրա ուզում եմ ես շարունակել։ Առհասարակ աղոթքները տարբեր ձևի են լինում։ Ես լսել եք ասում են ինչ լավ աղոթք էր այսօր եղավ։ Լավ աղոթքը ո՞րն էր։ Դե ինչ որ մի ազդեցություն կար, որ մարդը բնութագրեց մի բառով լավ աղոթք էր։ Կամ զորավոր աղոթքեր արեցինք այսօր։ Ինչ էր եղավ, որ զորավոր էր։ Հանկարծ գրվածագործ Կարաքելոսում աղոթում է եւ այդ վայրը շարժվեց։ Ոնց որ ցնցում տեղի ունենար։ Պողոսը շիղայի այդ բանտում նստած, ծեծված, գանահարված, ոտքերը կոճղի մեջ դրված, փառաբանում էին ասում, փառաբանությունը դա չի աղոթք։ Ինչ տեղի ունեցավ, բանտի հիմքերը ցնցվեց երկրաշարժով, կապանքները թափվեցին, դռները բացվեցին, բանտարկյալներն էլ ապաշխարեցին բանտապետի հետ միասին եթե նայում ենք։ Ինչ աղոթք էր, շատ զորավոր աղոթք էր։ Այո, կարող է լինել։ Կարող է աղոթքը օծյալ լինել։ Ասենք աղոթում биш եւ օծություն է իշտում մարդկանց, կարող է լինել։ Բայց կարող աղոթես ոչ մի բանը տեղի չունենա։ Բայց աղոթեցինք։ Ես չեմ ասում մի աղոթեք, այտենց էլ աղոթեք։
Գիտեք, ամենամեծ արտահայտություններից մեկը ես մի անգամ ձեզ հետ միասին կիսվել եմ Ազուզայի արտահայտությունը կամ եղել են մեծ արտահայտություններ, որ եղել է ամենակնած եկեղեցում, որ քարոզիչը քարոզելուց քնում էր ժողովուրդն հետը ու հանկարծ իջել է Սուրբ Հոգու շարժը այն ծևի մի արտահայտությունա բռնկվել, որ մարդ գործոնը կարծես տեղ գոյություն չուներ։ Ասես այ քեզ բան։ Այնիշի դու սպասում ես, որ ինձ իմ հետ Տերը կգործի, դու որ ասեցիր, իմ հետ ես էլ եմ այդպես մտածել, թե իմ հետ պետք է գործի, բայց հանկարծ Տերը գործում է քո աղոթքով այն մի ուրիշի հետ։ Դու ուրախ ես, որ գործեց Տերը, թե ուրախ չես, որ քո միջոցով չգործեց։ Այստեղ արդեն խնդիրը մի քիչ սկսում է ավելի բարդանալ։ Սուրբ Գիրքն ասում է ջերմերան աղոթքի մասին։ Եթե մեկը հիվանդ է, թող գա եկեղեցու երեսներին, եթե մեկը գործել խոստովանվի, թող աղոթք անեն նրա համար, հետո ասում է արդարի ջերմերան աղոթքը խիստ զորավոր է ներգործելու համար։ Այստեղ աղոթքին միացավ ջերմերանդությունը, բայց չմոռանանք արդարի սուրբ աղոթքը կամ ջերմերան աղոթքը։ Ուրեմն քո ով լինելն էլ կարող է կապ ունենալ քո աղոթքի հետ, թե ոչ։ Ես կարծում եմ կարող է կապ ունենալ։ Ինչպես էր աղոթում Եղիան, երբ որ զոհը արված էր, շրջապատում հավաքված էին Բաղի մարգարեները արդեն տանուլ էին տվել, որովհետև ոչ մի կրակ էլ չիջավ, ըստ Եղիայի բնութագրման, թե ինչպեսի մարդ եղը, չէ, կրակոտ, սենց համարձակ խոսող, պարսրագոչ, ոնց էր աղոթում Եղիան, այսպես կճռել էր, գլուխն առել էր ծնկների մեջ, կամաց աղոթում էր Տեր, կրակդ ուղարկիր, որովհետև հիմա եթե դու կրակը չուղարկես, ես կդառնամ ես Բաղի մարգարեներից մեկի նման։ Խնդրում եմ քեզ, ձենը չէր ելնում փորից։ Աղոթեց, էլա ծառային ասես գնատես ամպը չի երևում, եկա ասես չէ, Տեր չի երևում։ Եղբայրն ասես չէ, ամեն ինչ միանգամից չէ որ արվում է։ Դու աղոթում ես Տեր ինձ համբերություն տուր, Տերը փորձություն ա ուղարկում։ Ասես Տեր ախր ես համբերություն եմ ուզում, դու իհան դաբավ կարի փորձություն, բայց ինչ անեմ։ Եթե Տերը սովորեցնում է որ համբերություն, փորձառությունը համբերություն է գործում, համբերությունը հույս։ Այսինքն Տերը սկսես մի տեղից, որը դու չես տեսնում, բայց մի օր կտեսնես դրա պատող կհասկանաս, թե ինչու այսպես եղավ, որովհետև Տերը երբեք ոչ շտապում է, ոչ էլ ուշանում, եւ Տերը երբեք չի սխալվում։ Տերը միշտ ճիշտ է։ Փառք Տիրոջը դրա համար։ Երկրորդ, երրորդ, 7-րդ անգամ ասես լա գնատես այդ ամպը չեկավ։ Դուք ես շտրել եք Եղիայի տեղը։ 7-րդ անգամ ասած Տեր մի փոքրիկ ձերքի թաթի չափ ամպ այրվում, ասած դիմ ասեցիք ակապին թողնես տիրացին ու փախտի, քանի չի մնացի Անդրեի տակ։ Սրանք աղոթներ էին, բայց կարող են աղոթներ լինել հանկարծ ուղղակի լոկ բղավոցներ։ Դա էլ էր ինը։ Աղոթեցինք ինչ արինք, լավ քորացինք, բղավեցինք, բայց ինչ տեղի ունեցավ, ոչ վայրը շարժվեց, ոչ կապանքներ քանդվեցին, ոչ բժշկություններ տեղի ունեցավ, ոչ էլ ազատագրություն որևէ ձևով։ Մենք մի բան կարող ենք հասկանալ, աղոթքը դա շատ կարևոր բան է։ Աղոթքը հոգևոր մարդու շնչառությունն է, ոչ թե ինչ որ բան անելը։ Եվ քո շատ անլիքներ հանկարծ գալիս է քո ճիշտ աղոթքից եւ Աստծո հետ ունեցած ճիշտ փոխհարաբերությունից։ Երբ այլ խոսեց անդադար աղոթների մասին, անդադար նշանակում է անընդհատ։ Հնարավոր է մարդը անընդհատ աղոթք անի։ Ասում եք դու աղոթք շատ ես իրում, հնարավոր է մարդը անընդհատ աղոթք անի։ Մենք մեր եկեղեցում որ հիշում եմ եղբայրներից ասում էր սիրելիների եղբայրը որ խոսում է քարոզում է դուք բոլորը աղոթք արեք ասում եմ լավ որ ինքը խոսի բոլորս աղոթենք ով պետք է լսի հետո կամաց որ մի քիչ հասունանում ես հասկանում ես որ կարող է մարդը անդադար լինել Աստծո հետ Աստծո կյանքի մեջ Աստծո հետ ունեցած փոխհաղորդակցության, բայց աղոթք երբեմն են սնկի պես այն գեղեցիկ ծաղկի բջջի մեջ մի տեղից դուրս է տալիս ու տարբեր ժամերի տարբեր առիթներով, բայց աղոթքը գալիս է քո ներսի պարունակությունից, ոչ թե դու ինչ որ արտաքին դրսևորումներով քո մեջ աղոթք ես կառուցում, աղոթքն է քեզ կառուցելու եւ ոչ թե դու աղոթքին։ Այ եւ որ մենք ենք աղոթքը կառուցում, այն դառնում է այո ծես, եւ որ աղոթն է մեզ կառուցում, այն դառնում է կյանք, զորություն, շարժ, հաղթանակ, ձեռքբերումներ։ Երբ որ այս խոսքը եղբայրը կարդաց առաջի Թեսաղոնիկեցի 5:17-ում անդադար աղոթք արեք։ Լարի մի քիչ առաջ գնանք, տեսնենք ինչից հետո ասած անդադար աղոթք արեք։
ինչ որ մի բան էր խոսում, եկավ ասա մի կետ ասած հիմա ասում եմ անդադար աղոթեցեք։ Սկսեմ։ Խնդրում եմ ձեզ եղբայրներ 12 խոսքից, որ հարգեք նրանց, ովքեր աշխատում են ձեր մեջ եւ ձեր վերակացություններին Տիրոջով, ինչպես նաեւ ձեզ խրատողները։ Այսինքն այստեղ մի քայլ առաջարկում։ Ժամանակ է պետք, որ ես իմ հարգանքը ցույց տամ իմ հովի, վերակացուի, ծառայողի, մյուսի նկատմամբ։ Դրա մեջ աղոթք կա։ Աղոթք չկա, բայց աղոթքից եկած մի բան կա քո մեջ շարժ, որը տանում է այն անելու։ Ես աղոթք չարեցի այդ ժամանակ, երբ որ ինչ-որ մի հարցեր էի լուծում, բայց աղոթքը ինձ շարժեց ճիշտ շարժվելու այդ հարցը լուծելու համար։ Աղոթքը կար դրա մեջ, բայց չէր նկատվում։ Եվ դրանց առավելապես պատվով սիրեք, իրենց գործի համար, իրենց այդ խաղաղությամբ ապրեք։ Խնդրում եմ եղբայրներ, անկարգներին խրատեցեք։ Սրա համար ժամանակ պետք է, որ դու անես։ Դու կարող ես մեկին համ խրատել, համ աղոթել։ Կարող ես։ Երբ որ աղոթքը քո ներսի պարունակությունը կյանքն է, խրատը դրա դրսևորումն է, որ դու ցույց ես տալիս Աստծուց շարժված։ Մարգարեները գրված է Սուրբ Հոգուց շարժված խոսեցին Աստծուց։ Նրանք ուղղակի չէին խոսում կամ խոսքեր են արում։ Կար Սուրբ Հոգու շարժ, կար մարգարեական շարժ։ Իսկ եթե չկար Սուրբ Հոգու շարժը, քո մարգարեությունը կարող է լինել մի հատ մարդկային սովորական գուշակություն։ Երկչոտներին կամ վախկոտներին քաջալերեք, տկարներին օգնական եղեք, բոլորի հանդեպ համբերատար եղեք, զգույշ եղեք, որ մեկը չարի փոխարեն չար չհատուցի, այլ իրար հետ եւ բոլորի հանդեպ ամեն ժամ բարիք գործեք։ Միշտ ուրախ եղեք, անդադար աղոթք արեք։ Այ քեզ բան։ Ինչքան բաներ կա, որ ես պետք է արեցի, ասես շարունակեք անդադար աղոթք։ Կանգ չի առնում, նորից շարունակում է անդադար աղոթից հետո։ Ամեն բանում գոյություն հայտնեք, որ մեր Տերից Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով հոգին մի մարեք, մարգարեությունները մի առամարեք, ամեն բան քննեցեք, բարին ամուր պահեք, ամեն չար բանից հեռու մնացեք։ Եվ ինքը խաղաղության Աստված ձեզ ամբողջովին թող մաքրի եւ ձեր ամբողջ հոգին, շունչը, մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Հավատարիմ է նա, ով ձեզ կանչեց ու պիտի դեռ անի էլ։ Նա ով ձեզ կանչեց, նաև պիտի հաջողի։ Հիմա Տեր Հիսուսը մի ուրիշտեղ մի խոսք ասաց աշակերտներին։ Ամեն ժամ աղոթք անելու մասին։ Ամեն ժամ աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Ում էր ասում աշակերտներին։ Երբ որ փորձությունը հենց առջևում էր անմիջապես, վեր կացեք աղոթք արեք։ Աղոթք արեք ինձ հետ միասին, որ փորձության մեջ չընկնեք, հոգին հոժար է, մարմինն է տկար։ Այսինքն ներսից, եթե չեղավ ձեր պարունակությունը, այն ձեր քաջալերական խոսքերը, թիտիզ ասած խոսքերը, մի ժամ հետո դուք ինձ կուրանաք կփախնեք, Պետրոս, 3 անգամ դու ինձ կուրանաս, մինչև դեր ակաղաղը չկանչած։ Հասկանում էին նրանք այդ բանը։ Դու ասում Տերը, ի՞նչ ես խոսում դու, որտեղ այդպես էլ ասում էին։ Եթե բոլորը ուրանան, ես չեմ ուրանա։ Ինչ եղավ։ Բոլորը փախան։ Ամենասիրելի աշակերտն անգամ իր այդ հերյական տարածի մեջ կար շորերով փաթաթվում են, էլ են հանդիկների մանպրոստինով, այդպեսի բաներ կան։ Այդ շորը բռնի փախա, տակելով փախավ։ Պետրոսն էլ 3 անգամ անեծքով անգամ ուրացավ, թե սրան չեմ ճանաչում։ Սա էր մարդկային պոտենցիալ։ Երբ որ չկա Սուրբ Հոգու իրական լիցունությունը, բայց երբ որ Սուրբ Հոգին եկավ նրանց մեջ, երբ որ Պենտեկոստեի օրը իսկապես ինչպես դուք ասեցիք, որ Սուրբ Հոգին իջավ, ես մկրտվեցի, խոսեցի լեզուներով, եւ որ Աստված իմ մեջ գեց իր պարունակությունը լցնել, նույն Պետրոսը կանգնած 3 րոպե քարոզ արեց ընդամենը Պենտեկոստեի օրը 3000 մարդ դարձի եկավ։ Քեզ համար աղոթել են 20 տարի, դե այդպես ենթադրենք վերցնենք այդ քույրիկի։ Պետրոսը աղոթեց 3 րոպե։ Քարոզեց 3 րոպե, բայց դրա մեջ կար Սուրբ Հոգու շարժը։ Իսկ ժամանակի հարցում ես խորհուրդ եմ տալիս, գիտեք, Աստված ժամանակներով չի վերաբերվում, որովհետև Աստված ժամանակի մեջ չի բնակվում։ Մենք ժամանակի տարածության մեջ ենք, Աստված անվերջության։ Աստծո համար մի ժամը, մի տարին կարող է մեր համար մի ամբողջ երկրագնդի կյանքի ընթացք լինի։ Ուրեմն ժամ ու ժամանակները չեն կարևորը, Աստծո հետ ունեցած ճիշտ հաղորդակցությունը եւ փոխհարաբերությունը։ Դրա համար ձեր աղոթները ժամով մի չափեք, ես չեմ չափում։ Ոչ էլ քանակով չափեք։
Մի ասեք, 18 հատ աղոթք արի, ինչ ես հաշվի աղոթքները։ Հաշվել ես որ բարձենաս։ Այսքան ժամ աղոթք արեցի, քիչ ես աղոթել, որտեվ անդադար պետք է աղոթի, ինչ ես այդքան քիչ աղոթել։ Հասկանալի է։ Այսինքն անդադարը գալիս է մեր ներսից։ Կարող է մարդը շատախոս լինել աղոթքի մեջ։ Իսկ անդադար աղոթքը շատախոսություն չէ։ Եվ այո, եւ ոչ, նայած ում համար։ Մեկի մոտ կարող է աղոթք անել շատախոսություն լինել, մեկի մոտ լինել անդադար աղոթք։ Կարդամ Մատթեոս 6-րդ գլուխ 7-րդ խոսքը։ Երբ աղոթում եք, շատախոս մի եղեք, ինչպես հեթանոսները, որովհետև կարծում են, թե իրենց շատ խոսելու պատճառով պիտի լսվեն։ Ուրեմն նրանց նման մի եղեք, որովհետև ձեր հայրը գիտե, թե ինչ կարիք ունեք, նախքան դուք նրանից կխնդրեք։ Ասում բերանը չբացա, հայրը գիտի ինչ է քեզ պետք։ Ինչ ես ուզում իրան համոզես։ Ուրեմն խնդրում եմ, ասում մի փորձեք համոզեք, որ շատ ասեցիք, Տերիկ ասել, «Ո՞ս ինչ երանդով ասում, էլ եմ անում»։ Այդպես չի։ Այդ դա կարող է կոչվել շատախոս աղոթք, բայց կարող է 6 ժամ աղոթես եւ մի բառ շատախոսություն չլինի։ Հնարավոր է մարդը խոսք խոսի, 5 նախադասություն ասես, նստի էլի, քեզ խայտարակ արեցիր։ Ինչ շնչի շատախոսություն անում, բայց մեկը 5 ժամ խոսի, դու կզգաս որ շատախոս խոսք չկա, շատախոսություն չկա։ Այսինքն նույնը եւ աղոթքը կարող ունել։ Տեր Հիսուսը ամբողջ գիշեր աղոթում էր, եղբայրներն ասած Ղուկաս 6:12 շատախոսություններ անում Հիսուսը, ոչ, հոր հետ էր հաղորդակցվում։ Ամեն բան իմացողը, ամեն բան կարող եղողը խնդրում էր ամենակարողից, որ նա հաջողի իր ամենակարողությունը ի գործ դնել Աստծո առաջնորդությամբ։ Իսկ մենք ամենակարող չենք, մենք անկարող ենք, չէ՞։ Բայց Պողոսն ասում էր ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Եթե Քրիստոսն է արանքում աղբյուրը քո անելու, դու անկարող չես, դու դառնում ես ամենակարող։ Եթե դու պետք է անես, դու ամենակարող չես, դու դարձար անկարող։ Թե որտեղ է մեր փլուզումները, ցաղողումները, որ միտեղ դու ես ուզում գործես, Տերն ասում է, առաջ մի ինքի։ Միտեղ Աստված է ուզում, որ դու գործես, Տերն ասում է, մի ուշացիր։ Մենք պետք է շարժվենք Աստծուն համահունչ։ Ուրեմն, ոչ թե երկար աղոթքը, այլ դատարկ աղոթքը, անիմաստ աղոթքը, մեխանիկական աղոթքի շատախոսությունը եւ այն, որ դու կարծում ես, թե քո երկար աղոթքով կարող ես Աստծուն համոզել։ Այս արդեն ճիշտ չէ։ Ուրեմն այստեղ որ կարդացինք այդ Թեսաղոնիկեցիների խոսքը, տեսեք 14 տեղեր կանգ առանք, որ ինչ որ բաներ դու պիտի անես, բայց երբ աղոթեմ, այս բոլորի հիմքում պետք է լիներ աղոթքը շարունակական։ Ես կարող եմ իմ ներսում չի դադարում Աստծո հետ ունեցած կապի հաղորդակցությունը, բայց ժամանակար ժամանակ այն կարող է դրսևորել եւ իրական աղոթքով որ անում եմ հայերեն լեզվով կամ եզդերեն լեզվով եւ նաեւ իմ գործունեության մեջ, որի հիմքում հաջողության հասնողը աղոթքն էր իմ ներսի, անդադար աղոթքը, անընդհատ կապը Աստծո հետ։ Դանիելի մասին որ եղբայրներ մի տեղ ասած, որ հեշտակ ուշացավ, ես մի ուրիշ տեղ եմ ասում։ Դանիելը քանի անգամ էր աղոթում օրը։ Չի եղել, որ 4 անգամ աղոթեր։ Չգիտեմ, կարող է եղել է, բայց գրված է, տեսեք կարդամ։ Դանիել 6:10, երբ Դանիելն իմացավ, որ հրովարտակը ստորագրվել է, գնաց իր տունը, նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ, նա օրը 3 անգամ ծնադրում էր եւ աղոթում գոհաբանություններ հայտնում Աստծուն։ Եվ տեսեք, ինչպես նախապես անում էր։ Այսինքն նա միշտ էլ հենց այդպես էր անում։ Հիմա Դանիելը անդադար աղոթք էր անում, թե 3 անգամ օրը։ Ինչպես Դանիելի 3 աղոթքը բերենք համատեղենք Պողոսի ասած անդադար աղոթքի մեջ։ Այո, Դանիելը անդադար էր աղոթում, բայց 3 անգամ աղոթքը նրա արտաքին դրսևորումներ, աղոթի բերումներ Աստծո առաջ, բայց իր սիրտը երբեք չէր դադարում Աստծո հետ կապ ունենալուց։ Եվ Դանիելը կոչվում էր Աստծո սիրելի։ Պողոսը շատ զորավոր մարդ էր։ Մի բան չկար, ասում որ Տերը իմ միջոցով չաներ, չեղավ այդպեսի մի բան։ Նույնիսկ այն աստիճան, որ նրան տրվեց մարմնի խայթոց, պատգամավոր մի սատանա, որ անընդհատ բռնցքահարի իրեն։ Նա ում բերում են թաշկինակները, քսում են նրան, տանում են դևերն էին դուրս գալիս հիվանդությունների բժշկվում։ Անկարծ նույն Պողոսը աղոթում էր Տիրոջն, ասում էր Տեր, խնդրում եմ, այս տկարությունը հեռացրու ինձնից։ Տերը չէր հեռացնում։ Ասում է 3 անգամ Տիրոջը խնդրի, ասի Տեր, հեռացրու այս տկարությունը ինձ։ Ես բռնցքարում եմ սատանա, ես դև չմնաց որ հաներ, ասած ես բրծում չունեմ։ Տերն ասաց ոչ։
Իմ շնորհքը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը ամբողջանում է տկարության մեջ։ Երբ Պողոսն հասկացավ, ասեց, ինչու ես հասկանում եմ, որովհետև որպեսզի ես իմ հայտությունների առատությունից չպարտանամ, Աստված նշանակեց մի սատանա, որ անդադ ինձ բռնցքարի, որ ասի, դու էս չես, էս, որ դու միշտ մարդկանց հետ գործ ունենալուց քեզ փքված, չասեմ բուլի, ասեմ սիրամարգ չզգաս։ Դու զգաս, որ գիտեք, չնեղանակ ին վրա եմ ասում, ձեր վրա չի։ Սիրամարգն էլ հավի մի տեսակ է, բուլու ավելի սիրուն տեսակն է։ Մի անգամ հրավիրել էին ռեստորան, ինչ-որ պատիվ էին տալիս, ես էլ էի մեջները, ասեց, չգիտեմ ումը տարանք ռեստորան, սիրամարգի միս պատիվ տվեցինք։ Որ ասում լավ, սիրամարգը եթե բմբուլներով ելներ ռեստորանում, էլի թերևս կարել ասին սիրուն է, որ բմբուլում են դառնում են նույն բուլին, դուք բուլի եք կերե, պրոստը շատ փող տվեցիք դրան, հասկանալի է, հիմա մենք երբեմն կարող ենք դառնանք հավը մեր հոգեբանությամբ, բայց կարող է դառնաս նաև քո գեղեցկությամբ սիրամարգ, նայած ով է քեզ շարժում, քո շարժիչ ուժը որն է։ Ահա, ուրեմն Դանիելի աղոթքի ժամերը նրա աղոթքի հաստատուն սյուներն էին, բայց Աստծո ներկայության գիտակցությունը նրա սրտի մշտական վիճակը։ Նրա գերագույն վիճակն էր, երբ որ նա ոչ միայն աղոթում էր Աստծուն, այլ ապրում էր Աստծո հետ։ Հիսուսի վրա վերցնենք խոսքը։ Տեր Հիսուսը, ինչպես ասացի, ամբողջ գիշեր աղոթում էր Գեթսեման պարտեզում, ցերեկը ոչ մի աղոթք չէր անում։ Եթե մի տեղ գտնեք Հիսուսը ցերեկով աղոթք արեք, ցույց տվեք, որովհետև ես չեմ նկատել, ուշադիր չեմ եղել, գուցե։ Կար աղոթքի ժամ, Աստծո հետ հաղորդակցության, կար գործի ժամ։ Սովորեցնում էր, բժշկում էր, մխիթարում էր, կերակրում էր, ծառայում էր մարդկանց։ Սրանք իր Աստծո հետ ունեցած հաղորդակցության պտուղներն էին։ Եղբայրը որ ասեց Հիսուսը Աստված էր, Աստծո որդին էր, ամեն ինչ գիտեր, բայց հիշեք Հիսուսը նաև մարդու որդին էր, երկրի վրա մարմին հագած, ամեն ինչ չէ որ գիտեր։ Որպես մարդ ամեն ինչ չգիտեր, որպես Աստված ամեն ինչ գիտեր, քանի որ նա իր մեջ ուներ երկակի բնույթ, մարդ, որն իր մեջ ունի Աստծուն, այն ժամանակ որ շարժվում էր մարդկային բնույթով, կարիք ուներ Աստծուն, այն ժամանակ որ շարժվում էր Սուրբ Հոգու բնույթով, նա խոսում էր ինչպես Աստված։ Ինչու նա այսպես եկավ, որպեսզի Աստծուն եւ մարդուն իր մեջ մեկացներ, հաշտեցներ եւ մարդկային մեղքը իր վրա վերցնելով գամեր խաչապայտին։ Երրորդ օրը Սուրբ Հոգու զորությամբ մեռելներից հարություն առնելով հրճակեր ինչպես ես դերնել ասած նա հարություն առավ որ մեզ արդարացնի։ Ահա ինչու։ Գիտեք ինչպես են զանազանում դևերին սատանային։ Սատանան չի կարող ընդունել Հիսուս Քրիստոսին մարմնով երկիր եկած։ Իսկ մենք ընդունում ենք դա Աստծո որդին մարմնով երկիր եկավ, որպեսզի մեզ փրկի մեր մեղքերից եւ անցանքներից։ Սուրբ Գիրքը խոսում է ինչ որ ժամերի աղոթների մասին։ Եվ առաքյալները այդ ժամեր ունեին աղոթք անելու։ Հետաքրքիր է, չէ՞ որ ասենք աղոթքի ժամ կա։ Անդադար աղոթողը աղոթքի ժամ ուներ անգարս նաեւ։ Անդադար աղոթքը մեր սրտի վիճակն է, Աստծո հետ ունեցած իրական կապը, ժամի աղոթքը այդ աղոթների բարձրաձայն դրսևորումը։ Նաև իրար հետ աղոթել, բարձրաձայն աղոթել միասին։ Տեսեք, Պետրոսն ու Հովհաննեսը միասին տաճար էին գնում աղոթքի 9-րդ ժամին, Գործք 3:1։ Գործք 19-ում, հաջորդ օրը, երբ նրանք ճանապարհին էին մոտենում են քաղաքին, Պետրոսը մոտ 6-րդ ժամին տանիք բարձրացավ աղոթելու։ Հետաքրքիր է, ինչ որ ժամեր է եղել, կարծես աղոթք անելու։ Դա էլ սխալ չէ եւ ճիշտ է։ Ուրեմն ինչ անենք մենք ամեն ժամ աղոթք անենք, անդադար աղոթք անենք, թե 3 անգամ աղոթք անենք, թե 18 անգամ աղոթք անենք։ Քանի անգամ պետք եղավ դու աղոթք արա, բայց քո ներսի անդադար աղոթքը, որ քո կապն է հաղորդակցությունը Աստծո հետ, երբեք ոչ մի վարյան չպետք է դադարի, նույնիսկ քնած ժամանակ։ Դավիթ ասում է, ես քնած եմ, բայց իմ հոգիս արթուն է եւ երգում է իմ սիրեկանին։ Դեր մեջ որ քնած ես եղել երազիդ մեջ, քնիդ մեջ սիրել ես Տիրոջը, օրհնել ես Քրիստոսի քո սերն ա եղել։ Սա նշանակում է դու անդադար աղոթքի մեջ ես,
անդադար աղոթքի մեջ եղած մարդը գիշերով էլ մեղ չի գործի, երազի մեջ էլ մեղ չի գործի։ Կատակով էլ սուտ չի խոսի, ընդհանրապես նա կշարժվի այնպես, ինչպես Հիսուսն էր շարժվում։ Հիմա մի օրինակ եմ ուզում բերել, սրա վրա ես գիտեի, որ Մաքսիմ Եղևարը աղոթքի մասին պիտի խոսի, ուզեցի մի քանի բան այս մասին մտածել։ Մարդու սիրտը կարևոր օրգան է, չէ՞, կենսական օրգան։ Եթե չլինի մարդու սրտի աշխատանքը, մարդը կմեռնի։ Ինչ է անում սիրտը։ Սիրտը աշխատում է, հիմա իմ սիրտը իմ կրծքավանդակի մեջ հանգիստ աշխատում է, իր ռիթմով։ Արյուն է մղում իմ ներքին օրգաններին։ Հիմա ձեռքերս որ սիրում եմ ես, ինչ եմ էսի տնում, որ ձեռքերս ոտերս ազատ լինի, իմ ձեռքերի շարժը ինչ որ կա, եթե իմ սիրտը դադարեց, այս ձեռքերը էլ չեն շարժվի, ոտքերն էլ չեն շարժվի, ոչ շուրթերը կշարժվի, ոչ էլ ուղեղը կաշխատի, այսինքն սիրտը աշխատում է անդադար, կյանք է հաղորդում քո մարմնի բոլոր օրգաններին, որ նրանք գործեն։ Հիմա իմ մարմնի մյուս անդամներն են կարևոր, որ գործում են, թե սիրտն է կարևոր, որ աշխատանք է տալիս նրանց։ Սիրտը, բայց եթե երիկամը չաշխատի, քո սիրտն էլ կմեռնի։ Եթե լյարդը չաշխատի, ում դա պետք է երիկամը։ Այսինքն մեր ամբողջ օրգանիզմը կարիք ունի նրան շարժող սրտի միջոցով եւ գործող օրգանների միջոցով։ Աղոթքը նման է այս մեր ներսում գործող անդադար աշխատող սրտի, նա անդադ ռիթմը կա, անընդհատ, անդադար։ Գիտեք, որ սիրտը չի հանգստանում, ասում մի քիչ ժամ հանգստանամ։ Մեր օպել հանգստացավ, դու ապշե կանգ դառնաս հանգստացած։ Հանգուցյալ որ ասում ինչ, վերջացա։ Ուրեմն սա այդպես է։ Եթե մենք ունենք անդադար խոսքեր, բայց անկար չունենանք սեր մեր մեջ, չծառայենք մարդկանց, չնազանդվենք Աստծուն, մեր միջի աղոթքը կորցնի իր նպատակը, բայց մենք պետք է ունենանք սեր, ողորմություն, ծառայություն, հավատարմություն եւ մեր բոլոր բարի գործերը, որոնք մեր ներսի աղոթքի հետևանքներն են։ Մի օրինակ սրա հետ կապեմ ու անցնեմ վերջին։ Ովքեր որ ավտո ունեն, ավտոմեքենա որ շարժվում է, շարժիչն է կարևոր, որ շարժվում է, թե կալոսներն են կարևոր, որ տանում են։ Մենք ասել ու կալոսը չլինի, ոնց ավտոն կշարժվի առ, ճիշտ եք ասում։ Որ շարժիչը չաշխատի, քո կալոսները ոնց պտտվի, դուք եք ճիշտ ասում։ Ուրեմն եթե շարժիչը ճիշտ է աշխատում, նրա աշխատանքի ժամանակ կարող է մեքենան շարժվել առաջ եւ ոչ թե դադարի, որ հանգեց շարժիչը կկանգնի նաեւ քո ամբողջ մեքենան։ Որի պատճառով որ մենք ասում ենք անդադար աղոթ, սա ինձ այնպես ընտրովի չէ, որ ասի ես սա գնացի, սրանց հետո ես անդադար իմ ներսում կաղոթեմ, դու չես կարող դա անել։ Դա նույնն է, որ դու նորից դուրս ես կառուցել քո աղոթքը։ Աղոթքը պետք է կառուցի քեզ։ Փափագենք, որ մեր մեջ գոյություն, մեր մեջ ապրող, չասեմ գոյությունը Սուրբ Հոգին անդադար շարժ տա մեր նոր մարդուն, մեր ներսի մարդուն։ Գիշեր ցերեկ Աստծո հետ հաղորդակից մարդուն։ Իսկ մնացածը մենք ինչ կանենք, կասենք, կխոսենք, կգործենք, կխարոզենք, կլռենք, ինչ որ կանենք, սա կդառնա նրա մղման կամ չմղելու հետևանքները։ Սուրբ Հոգու մղումը չկա, դադարիր, մղումը կա, շարժվիր։ Միշտ չէ, որ դու ամենտեղ պետք է խոսես։ Չկա Սուրբ Հոգու առաջնորդություն, լռիր։ Կա Սուրբ Հոգու առաջնորդություն, չլռես, խոսիր։ Մեկ-մեկին եղել ասել, ասենք գնացել ենք դիտել, ասում եմ, մի բան խոսա։ Ասում եմ, խոսես քասի ռադիո չեմ, կանոպ կեսախ մեկ խոսամ։ Ես հասկանամ, զգամ պետք է խոսամ, թե չխոսամ։ Ասում եմ, որ պետք չի խոսալ այստեղ։ Բայց չխոսանք, ահա դու խոսա։ Քեզ առաջնորդություն կա խոսա։ Ես պիտի սպասեմ, մինչև զգամ, որ պետք է խոսալ եւ որտեղից խոսել։ Շատ լավ։ Իսկ եթե գործում է Սուրբ Հոգին, արդեն քո քարոզները, քո երկեցողությունը, բարեգործությունը, եկեղեցական ծառայությունները, սրանք է շարժվող անիվներն են։ Իսկ Աստծո խոսքը բա լավ անդադար աղոթենք, բա Աստծո խոսքը երբ կարդանք։ Ում է եղել, որ գիրքը կարդում ես Աստվածաշունչը, ոնց որ քո ներսից շարժվող մի բան կա ներքին, որը քո ներսի աղոթքն է Աստծո հետ, եւ այն տողերը, որ կարդում ես, Աստծուց եկած բոլոր ինֆորմացիաներն են քեզ հասնող։ Եվ սա դառնում է մի հրաշալի բան։
Իսկ եթե մեկը չի ուզում լսել Աստծո խոսքը, բայց անդադար աղոթող է, կան, ես տեսել եմ մարդիկ, որոնք անդադար այդ դուք որ ասում եք շրթում բերանտը շարժվում էր, այդ ձեր բերած օրինակը շատ էր աշել, մարդիկ իսկապես ներսի կյանք ունեցեն։ Մարդիկ կան պրոստը գիտեն, որ այդպես պետք է անեն։ Կան շատ կազմակերպված մարդիկ, իրանց մարմինը սանձող մարդիկ, որ ուզենան ամբողջ օրը հոգով աղոթեն, ամբողջ օրը կաղոթեն։ Բայց անկարծ այդ հոգաղոթքից ոչ մի բան Աստծո հետ կապված չլինի, բացի այդ բառերից, որ ինքը ասաց։ Շատ դեպքերում անգամ բառերը կարող են մարդիկ հորինել, ըստ էլ Սուրբ Հոգու աղոթքը չէր, ուղղակի ինչ որ բաներ են հորինում իրաց ձևով ասում են Սուրբ Հոգու հետ կապ չունեցող։ Մի զարմացեք, դրանք կարող են լինել։ Եռացեք ձեր մեջ Սուրբ Հոգու ներկայությամբ, նոր սկսեք խոսել լեզուներով, որ դուք որևէ բան չհնարեք, այլ ասեք այն, ինչ որ Սուրբ Հոգին ներգործում է, որ դեր հոգին ասի։ Առակաց 28:9 ասում է. ով որ իր ականջը փակում է Տիրոջ օրենքը լսելուց, նրա աղոթքն անգամ պիղծ է։ Կա այդպես բան թե չէ։ Ուրեմն մարդը կարող է աղոթել եւ Աստված այն համարի պիղծ, այո, մի ուրիշ թարգմանություն ասում է գարշելի է։ Երբ քո ականջը փակում ես Աստծո օրենքը կամ Աստծո խոսքը լսելուց, Աստծո պատվերը լսելուց, կարող է դա լինել, այո։ Եսայիա 1:15, թեև շատ աղոթներ անեք չեմ լսի, ասում էր Տերը։ Այսինքն այս շատ աղոթքը դեր խաղաց ոչ մի գրամ։ Սաղմոս 66:18, եթե իմ սրտում անօրինություն տեսնեի, Տերը չէր լսի ինձ։ Ուրեմն կապ ունի քո ճիշտ վիճակը Աստծո առաջ, որ Տերը լսի։ Այո, եթե չլինի, ասում է Տերը չէր լսի ինձ։ Եվ տեսեք իսկ Հիսուսի խոսքերը առաջ Հովհաննես 3:22, ինչ որ խնդրում ենք, ստանում ենք նրանից, որովհետև պահում ենք նրա պատվիրանները եւ անում ենք այն, ինչ հաճելի է նրա աչքին։ Այսպես է նաև Տեր Հիսուսն ասում էր, որովհետև ես միշտ անում եմ Աստծուն հաճելի եղած բաները, որի պատճառով ես միշտ նաև լսելի եմ Աստծուն։ Ովքեր են ուզում միշտ լսելի լինել Աստծուն, միշտ աղոթեք։ Ուզում եք, որ միշտ լսելի լինեք, միշտ արեք նրան հաճելի եղած բաները, ոչ թե քեզ հաճելի եղած բաները։ Խուսափեք ազգային սովորություններից։ Մաքսիմը եզդի է, ես հայ եմ, մեկը ռուս է, մեկը տաջիկ է, մեկը կիրգիզ է, մեկը ուզբեկ է։ Ոչ մի նշանակություն չունի քո ազգային պատկանելությունը։ Երբ որ գալիս է Աստծո դաշտ, մենք մեկ ազգ ենք, Աստծո սեփական ժողովուրդ, ընտիր ցեղ, թագավորական քահանայություն, դադարում է ազգային ամեն ինչ։ Բայց որ մենք ասենք եզդի հայ խաղալ իրար հետ կամ ինչ-որ մի բան, դուք դադարում եք իմ ասած այս բոլոր օրհնություններից։ Կդառնաս արդեն լավ եզդի կամ լավ ռուս կամ լավ հայ, բայց դադարես լինել լավ քրիստոնյա։ Ես ուրեմն անգամ ռուսների համար մի բան ասի չէ կոմենտով ագին կոպիտ բաներ սկսեցին գրել, թե դու ինչ ռուսների մասին ես այ ընկեր ջան, ռուսներla մարդ այնքան լավ ռուսներ կան, որ այդպես հայեր գոյություն չունենան, այնքան լավ հայեր կան, որ այդպես ռուսներ գոյություն չունեն, այնքան լավ եզդիներ կան, ուզբեկներ կան, տաջիկներ կան, թուրքեր էլ կան։ Գիտեք, չկան լավ թուրքեր, որոնք քրիստոնյա թուրքեր են, բարի են, թե այս թուրք ասենք պետք է ատենք։ Մենք ատենք սխալը, մեղքը, ոչռագործությունը, ոչ թե մարդի ազգության, որ ազգին լինելը։ Թեկուզ սա կարող է ամեն մարդ չողջունի իմ ասածը, բայց սա ճիշտ է։ Մենք տարիներ առաջ նորապատում էինք ապրում, այն ժամանակ ունեինք 5 երեխա։ Դե 5 երեխան էլ էլի, բազմազավակ ընտանիք է, մանավանդ որ բոլորն էլ փոքր էին, շատ փոքր, անդադ խնամքի կարիք ունեն, մեկին լողացրա, մեկին կերծրա, մեկին քնծրա, մեկին չգիտեմ ինչ արա, այտենց է, տան գործերն արա, տան օքսերն արա, Ռիփսիկը շատ էր ծանրաբերված, ես հիշում եմ, երբեմն ես էի օգնում իրան, շորեր էին լավ, անում ենք, չէ, արել եմ, ճիշտ է, ասա որ իմանան, որ արել եմ, հա։ Անես շորեր լվայք սիրուն սովորացրել է, որ ինչի այդ հերթով շարես, որ նայես շերիդի վրա շորերն էլ գեղեցիկ Երևան, որ քույրիկներն երեխա բարոր փաթելն ինչ էր, այն ժամանակ փաթում էին, մի բան չի, անես մատ պարտունջաների սիրուն տայի ցերները, որ կասին այս տղամարդիս հա անում ենք, այդպես էր, ես օգնում եի, որովհետև ինքը չէր ասնում։ Մի օր մեր տուն այցելեց մի եղբայր, շատ զորավոր եղբայր էր, բայց իր աչքին։ Եկավ արսեց Ռեզիկու կարդում աղոթում ես, դե ասեց աղբեր ջան, աշխատում եմ ժամանակ ստեղծել նաև կարդալու եւ աղոթելու։ Ես ինչ ես խոսում։ Դու պարտավոր ես ամբողջ օրը կարդալ եւ աղոթել։ Ասեց հա որ ես ամբողջ օրը կարդամ աղոթեմ, բայց երեխի շորերն ո՞վ պիտի լվանա։
միասին երեխա ինչ որ մի բան արի, բա ո՞վ պետք է փոխի։ Ով ուզում է անի։ Դու կարթա եւ աղոտ կարա։ Առաջի հազգից թվում էր թե շատ զորավոր մարդավոր, զորավոր խորհուրդ տվեր, չէ՞, մարդը հոգեվոր լուրջ բան ասում։ Ես եմ հիշում, այդ Իրան ասեցի թե հետո կարող իշես։ Ասի, եթե ուզում եք մեկ մարդիկան, որոնք շատ զորավոր են, ուզում եք, որ մի հատ քույրիկ ծանրաբեռված, ասենք, բազմազավակ մայր կարթա եւ աղոտ քանի, կազմակերպեք, գնացեք դուք, լվացք արեք, ճաշը եփեք, տները մաքրեք, երեխեքին խնամեք, իրան ազատ արձակեք, թող գնա այցելությունների գնա, աղոթքի գնա, այդ դեպքում կլինի իսկապես հոգևորություն ձեր արածը։ Պես մարդը սխտվել է տան գործերի մեջ, ինքը ժամանակ չունի շնչի, գիշերը չի կարողանում քանի երեխեքը հիվանդ մյուսը, դու եկել ես, այ այս հարցերը, որ դուք մտածեք, թե դուք շատ զորավոր եք, որովհետև ամբողջ օրը աղոթում ման ես գալիս, բայց մյուսը քիչ սրբելու ժամանակ չունի։ Եթե իսկապես անդադար աղոթքի ճիշտ ձևը լիներ քո սրտում, դու իմ ասած ձևով կմտածեիր, ինչպես անեմ, որ իմ կուխինն էլ կարողանա թեթևանալ իր հոգսերից, ինչպես օգնեմ նրան, ինչով օգնեմ նրան։ Հետո մեր հիշում եմ պատանները Սարգիս եղբայրենք էլ կազմակերպեցինք այսպեսի մի բան, ասենք 6 ասակներ կան եկեղեցի, որ կարդալ չգիտեն կամ դժվարանում են կարդալ, կազմակերպեցինք երեխեք հետում էին փոքրիկ խմբերով էլի, ասին ես չեթակ որ էթակ բեր դառնակ է տատի վրա, չիմանա ինչ կերսնից ես։ Այնպես գնացիք որ էթակ մի ժամ երկուս նստիկ տատի հետ խոսեք, զրուցեք, գիրք կարդացեք, թող տատը լսի։ Կամ մի բան կլինի օգնեք։ Անում էին, այնքան լավ էր, այնքան հրաշալի էր։ Սա շարժ է։ Եթե քո ներսում կա իսկապես Սուրբ Հոգու մղում, սա կդառնա նրա պտուղը քո կյանքում։ Իսկ եթե ոչ, մենք կգանք արդեն ձեր ասած ծեսին, այն ռիտուալին, որը անենք մի բան, բայց ուղղակի ինչ որ բան առանց լինելուց ավելին ոչինչ չենք տա, ինչպես եղբայրն ասեց, պատալուկից ենք ում իմ աղոթքը կարող է չանցնի։ Աղոթում ես, բայց մենակ ես լուստրանը լսում։ Ուրեմն Դանիելը օրը 3 անգամ աղոթում էր, Հիսուսը ամբողջ գիշերներ աղոթում, Նեեմիան աշխատում էր, աղոթն իր սրտում, մի ձեռքին դիզակը, սուրը, չէ, կամ մյուս ձեռքին շինարարական գործիքը եւ պատնեին շարում Երուսաղեմի փլատակ եղած պարիսպների տաճարի եւ պաշտպանվում էին թշնամուց։ Այսինքն նրանք անդադար եւ աղոթքի մեջ էին եւ կառույցի մեջ էին։ Այնպես որ աղոթքը մենակ մի վերսեք մի բան, հավաքենք, բաղավենք, հա, բաղավենք, բայց դրանից ավելի եթե մենք ոչինչ չենք ստանալու, ում նա պետք դա։ Մենք որ տեղնակատուտ ժամանակներ էլի, դու գիտեք, մարդիկ ունեն տեղնակատուտ շրջան հոգևոր կյանքի, որ քեզ թվում է թե հենց էս է էլի ինչ որ կա էտա։ Հավաքվել ենք մեր ավակ եղբայրներից մեկն ասեց, աղոթքի մասին էր խոսքը, ասեց, հələ մի հատ ուզում եմ իմանամ ձեր ծնկների մազոլը ինչքան է։ Դե մենք ստե կանգնած ենք աղոթում, մի ժամանակ մենք ծնկի վրա ենք աղոթում միշտ։ Դե որ ծնկի վրա շատ ես աղոթում, այս ծնկների վրա մազոլ ալում ես հենց։ Մեր մազոլներով չափում ենք, թե մենք ինչ կարգի աղոթքի այրեր ենք։ Ինչի ենք մեր մազոլները չափում, որ բարձենանք։ Բայց վաղուց հա ոմանց ծնկներին մազոլ չկա, որովհետև երբեք ծնկի վրա չեն աղոթում, իսկի ոտերին էլ մկան չկա, որովհետև ոտի վրա էլ չեն աղոթում։ Եվ մարդիկ ընդհանրապես չեն աղոթում, աղոթում են մենակ այն ժամանակ, երբ որ պետք է լինում, որպեսզի աղոթեն։ Երեխեն հիվանդ է, եկավ եկեղեցի աղոթեք։ Լավ է արեք, աղոթենք, բայց ինչի պիտի հիմա գայիր։ Դուք ոչ թե ասում դիմեք այն ժամանակ, որ արդեն խնդրեմ կա, այլ այն ժամանակ աղոթեք, որ խնդրեմը չկա։ Աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Նախորոք աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք։ Օրինակ ազգեր կան, որ շատ են սիրում թեյ։ Չէ, կան ազգեր, որոնց է չայ, երբ հետած չայ, ասեք միջին ասիական, ուզբեկ, կա, այդտենց է։ Գիտեք, ասում են, դուք հայերը ասում ա, հիվանդանում եք, նոր եք չայ խմում, մենք սկզբից չայ խմում ենք, որ չհիվանդանանք։ Եթե ես ընդունեցի, ասի ինչ ճիշտ է ասում։ Ես ոնց չայ եմ խմում, ու չեմ հիվանդում, ամեն։ Ահագին լավ է։ Այսինքն բաներ կան, նախորոք պետք է մենք անենք։ Եվ վերջի մի 3 խոսք կարդամ ու նստեմ։
Ուրեմն մենք պետք է սովորենք ոչ միայն աղոթել, պետք է սովորենք ինչպես մեր աղոթքի հետևանք որպես ապրել, որպեսի, այսի բարձրացան ասեք, որ մեր քայլերը դառնան անգամ աղոթք, մեր աշխատանքը դառնա պաշտմունք եւ մեր ամբողջ կյանքը հաղորդակցություն Աստծո հետ։ Այս ժամանակ դու արդեն անդադար աղոթող մարդ ես։ Ես սա շատ հեշտ է արդեն, որտեվ երբ որ քո ներսում է աղոթքը, դրսի աղոթքը դժվար չի երբեք 10 ժամ էլ որ աղոթես պետք լինի, բայց որ քո ներսը չկա, Եջովը մասնակցել աղոթքը ժողովների, որ ասենք մի 2 ժամ աղոթք են արել մարդիկ, ձանձրացել են, մենք կազմակերպում ենք մի ժամանակ, ձանձրանում էին, ելնում էին, չգիտեին, ժամ էին նայում, չի ասում ժամանակ, այդ մարդ եկել է ուզում աղոթի, բայց չի կարողանում, որտեվ ներսը չկա, ոնց աղոթի։ Բայց որ մեկի ներսում կա, նրան չես կարող լրացնել։ Դա ասված, որ մենք դառնանք աղոթքի այրեր, որովհետև աղոթքը մեր հոգևոր կյանքի շնչառությունն է։ Տերը օրհնի ձեզ։